Գիշերվա կեսին մի տղամարդ գաղտագողի մտնում է ծննդատուն, որտեղ անգիտակից վիճակում հանգստանում է իր հղի կինը։ Այն, ինչ թվում էր մտահոգ այցելություն, շուտով բացահայտվում է որպես անհանգստացնող վարքագիծ, լի թաքնված մտադրություններով։ Բայց նա չգիտեր, որ ինչ-որ մեկը հետում է արձանագրում է դեպի անդունդը տանող յուրաքանչյուր լուռ քայլը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Մարտյան մանր անձրը թակում էր Երանի Էրեբունի բժշկական կենտրոնի պատուհանները։ Անահիտ Սարգսյանը նայում էր, թե ինչպես են կաթիլները սահում ապակու վրայով, ստեղծելով փոքրիկ արահետներ, որոնք հատվում ու բաժանվում էին, ինչպես պատահականորեն խաչվող ճակատագրեր։ Նրա 32 տարիներն այդ մռայլ օրն ավելի ծանր էին թվում, իսկ հղիության 33-րդ շաբաթը յուրաքանչյուր շարժումը դարձնում էր գիտակցված ջանք։ Հսկայական փորիկը ոչ միայն ձավորվող կյանք էր պարունակում, այլ բոլոր այն երազանքներն ու վախերը, որ կրում է կինը, երբ պատրաստվում է մայր դառնալ։ Նա չպետք է այստեղ լիներ։ Ավելի ճիշտ, չէր պատկերացնում, որ այդքան շուտ այստեղ կհայտնվի։ Առավոտը սկսվել էր ինչպես միշտ Կոմիտասի պողոտայում գտնվող իրենց բնակարանում, թարմ եփած սուրճի բույրով, որն ինքն էր ամեն առավոտ պատրաստում, երանյան երթեկության հեռավոր աղմուկով, հղիության բերած հոգնածության ծանոթ զգացումով։ Բայց ժամը 10-ի կողմերը, երբ փորձում էր այդ շաբաթվա մեջ երրորդ անգամ կարգի բերել երեխայի սենյակը, Անահիտը տարօրինակ գլխապտույտ զգաց։ Սա նախորդների նման չէր։ Մարմինը կարծես ծանրացավ, ոտքերը թուլացան, ամիսների մեջ առաջին անգամ նա իսկապես վախեցավ։ Տիգրանը տանը չէր։ Վերջին շրջանում նա հազվադեպ էր տանը լինում։ Նրա ամուսինը, ում հետ 4 տարի կյանքն էր կիսում, իսկ 2 տարի ամուսնությունը, գնալով ավելի էր հեռանում, ավելի փակվում իր սեփական աշխարհում, հաշվետվությունների, ժողովների հրատապ հեռախոսազանգերի, որոնց միշտ պատասխանում էր մեկ այլ սենյակում։ Անահիտը փորձում էր հասկանալ, փորձում էր ըմբռնումով մոտենալ։ Ի վերջո նա աշխատում էր որպես ֆինանսական խորհրդատու հյուսիսային պողոտայում գտնվող ներդրումային ընկերությունում, վերջին ամիսները շուկայում հատկապես լարված էին։ Կամ գոնե այդպես էր նա ասում։ Օգնության հասավ Հարանուհին, տիկին Սիրանուշը, 60 անց մի կին, որն ապրում էր կողքի բնակարանում։ Լսելով ինչ-որ բանի ընկնելու ձայնը, նա համառորեն զանգահարեց դռան զանգը, մինչ Անահիտը կարողացավ բացել։ Շտապօգնությունը հասավ 20 րոպեից, շուտով Անահիտին տեղափոխեցին մոտակա հիվանդանոց Էրեբունի, որտեղ նրա մանկաբարձ գինեկոլոգը, բժիշկ Արամ Մանուկյանը, հսկում էր նրան հղիության սկզբից ի վեր։ Այժմ, պառկած այդ հիվանդանոցային մահճակալին, անթերի սպիտակ սավաններով կողքին պտղի մոնիտորի անընդհատ ձայնով, Անահիտը թեթացման անհանգստության տարօրինակ խառնուրդ էր զգում։ Բժիշկ Մանուկյանը բացատրել էր, որ դա ընդամենը ծայրահեղ հոգնածության զարկերակային ճնշման թեթ փոփոխության համակցություն է, բայց որ նա պետք է առնվազն 24 ժամ հսկողության տակ մնա։ Ոչ մի լուրջ բան, վստահեցրել էր նա իր հայրական հանգստացնող ձով։ Բայց պետք էր զգույշ լինել, հատկապես, որ երեխային դեռ մի քանի շաբաթ կար մինչ ծննդաբերության սպասվող ամսաթիվը։ Անահիտի հեռախոսը թրթռաց մահճակալի կողքի սեղանի կին։ Տիգրանն էր։ Վերջապես։ Սիրելիս, հենց նոր տեսա հաղորդագրությունները։ Կարո ժողովից եմ դուրս գալիս։ Լավ ես։ Երեխան լավ է։ Անահիտը հոգոց հանեց պատասխանելուց առաջ։ Նրա հաղորդագրություններն ուղարկվել էին ավելի քան 3 ժամ առաջ։ Էրեբունիում եմ։ Ճնշումս ընկել էր։ Բժիշկ Մանուկյանն ասաց, որ պետք է հսկողության տակ մնամ։ Նրա պատասխանը մի քանի րոպե ուշացավ, բավական ժամանակ, որ Անահիտը պատկերացնի, թե ինչով էր նա զբաղված։ Հավանաբար արդեն մեկ այլ ժողովի էր մտնում, կամ գուցե պատասխանում էր հրատապ նամակներին, որոնք չէին կարող սպասել նույնիսկ այն ժամանակ, երբ իր հղի կինը հիվանդանոցում էր։ Հենց ավարտեմ, կգամ։ Դիմացիր։ Պաչում եմ։ Դիմացիր։ Կարծես ընտրություն ունենար։ Կարծես հղի, ուժասպառ հիվանդանոցում լինելը կամքի ուժի հարց լիներ։ Անահիտը դրեց հեռախոսը, փակեց աչքերը, փորձելով թույլ չտալ, որ հիասթափությունը մեծանա։ Նա գիտեր, որ Տիգրանը ճնշման տակ է աշխատանքի վայրում։ Նա ինչ-որ բան էր նշել կարոր հաճախորդի, չստացված ներդրման, ընկերության գործընկերների հետ լարված խոսակցությունների մասին։ Բայց վերջին ամիսներին ամեն ինչ կարծես ավելի կարևոր էր, քան ինքն ու ճանապարհին գտնվող երեխան։
Սենյակի դուռը մեղմորեն բացվեց, մի բուժքույր մտավ անկեղծ ժպիտով։ Նարինեն էր, մոտ 35 տարեկան մի կին, շագանակագույն մազերը հավաքված գործնական սանրվածքով, աչքեր, որոնք փոխանցում էին հմտության քնքշության այն հազվագյուտ խառնուրդը, որը կարող են ունենալ միայն առողջապահության լավ մասնագետները։ Ինչպե՞ս եք ձեզ զգում, Անահիտ ջան, հարցրեց նա, ստուգելով մահճակալի կողքի մոնիտորը։ Ավելի լավ, կարծում եմ։ Դեռ հոգնած եմ, բայց ավելի լավ։ Նարինեն ինչ-որ բան գրեց թղթապանակում, ապա ուղիղ նայեց Անահիտին այն ուշադրությամբ, որը ցանկացած մարդու ստիպում է իրեն իսկապես տեսանելի զգալ։ Երեխան հիանալի է։ Սրտի զարկերը կատարյալ են, շատ ռիթմիկ։ Ձեզ հիմա պարզապես հանգիստ է պետք։ Երբ եք վերջին անգամ մի ամբողջ գիշեր քնել։ Անահիտը փորձեց հիշել։ Շաբաթներ էին անցել։ Զուգարան հաճախակի գնալու, մեջքի ցավերի ծննդաբերության ամսաթվի մոտենալուն զուգահեռ աճող անհանգստության միջքունը դարձել էր շքեղություն։ Վաղուց, խոստովանեց նա։ Ուրեմն եկեք օգտվենք առիթից, որ այստեղ եք, ապահովենք, որ հանգստանաք։ Բժիշկ Մանուկյանը մի քանի ժամից կվերադառնա նոր զննման համար։ Մինչ այդ, փորձեք հանգստանալ։ Ձեր ամուսինը կգա՞։ Այցելության։ Այո, ասաց, որ կգա, հենց աշխատանքից դուրս գա։ Նարինեն գլխով արեց, բայց Անահիտը նկատեց բուժքրոջ ճակատի թեթ կնճիռը, կարծես նա ուզում էր ավելին ասել, բայց որոշել էր իրեն պահել։ Դա այն արտահայտություններից էր, որ ունենում են առողջապահության մասնագետները, երբ տեսնում են կրկնվող օրինաչափություններ, ճանաչում են վարքագծեր, բայց չեն կարող բացահայտ մեկնաբանել։ Երբ Նարինեն դուրս եկավ սենյակից, Անահիտը նորից նայեց պատուհանից դուրս։ Անձրը դադարել էր, մի ամաչկոտ առ փորձում էր ճեղքել մոխրագույն ամպերը։ Այդպես էր նա իրեն զգում վերջին շրջանում, փորձելով ճեղքել մշուշի շերտերը, որոնք գնալով ավելի խիտ էին թվում։ Ստույգ չգիտեր, թե երբ էր ամեն ինչ սկսել փոխվել իր Տիգրանի մեջ, բայց գիտեր, որ ինչ-որ բան այն չէր։ Նրանք ծանոթացել էին 5 տարի առաջ, ընդհանուր ընկերների հավաքույթի ժամանակ։ Անահիտն աշխատում էր որպես ճարտարապետ ինտերիերի դիզայնի ստուդիայում, իսկ Տիգրանը սկսում էր իր կարիերան ֆինանսական շուկայում։ Նա հմայիչ էր, ուշադիր, այն վստահ տեսակից, որը ցանկացած կնոջ ստիպում է իրեն յուրահատուկ զգալ։ Առաջին ամիսները բուռն էին, լի այն ռոմանտիկ ժեստերով, որոնք կարծես ֆիլմերից լինեն, մոմերի լույսի ներքո ընթրիքներ, հանգստյան օրերին դիլիջան ուղղություններ, օրվա ընթացքում քնքուշ հաղորդագրություններ։ Ամուսնությունը բնականon կերպով եկավ, պարզ, բայց գեղեցիկ արարողություն Աղվերանի հանգստյան տներից մեկում, մտերիմ ընկերների հարազատների հետ։ Անահիտը հիշում էր Տիգրանի ժպիտն այդ օրը, նրանց փոխանակած երդումները, միասին կյանք կառուցելու խոստումը։ Նա իսկապես հավատում էր, որ գտել էին ինչ-որ հազվագյուտ թանկ բան։ Ամուսնության առաջին 2 տարիները լավն էին։ Ոչ կատարյալ, բայց լավ։ Նրանք Անահիտի ծնողների օգնությամբ գնեցին բնակարանը Կոմիտասի պողոտայում, 2 սենյականոց, հին, բայց հմայիչ շենքում, պատշգամբով շատ բնական լույսով։ Անահիտը զարդարել էր յուրաքանչյուր անկյունը տարածքներ գույներ իսկապես հասկացողի խնամքով, այդ վայրը վերածելով հարմարավետ օջախի։ Երեխա ունենալու որոշումը նույնպես բնականon կերպով եկավ։ Անահիտը միշտ ուզել էր մայր լինել, Տիգրանը կարծես նույն ալիքի վրա էր։ Երբ 8 ամիս առաջ հղիության թեստը դրական ցույց տվեց, նա հիշում էր նրա աչքերի անկեղծ ուրախությունը, ամուր գրկախառնությունը, արցունքները, որ նա փորձեց թաքցնել։ Այդ պահին Անահիտը վստահ էր, որ ճիշտ ուղու վրա են։ Բայց հետո ինչ-որ բան սկսեց փոխվել։ Սկզբում նուրբ, ինչպես կեղծ նոտա մի երաժշտության մեջ, որը նախկինում ներդաշնակ էր հնչում։ Տիգրանը սկսեց գնալով ավելի ուշ տուն գալ։ Ընթրիքի ժամանակ խոսակցությունները, որոնք նախկինում աշխույժ էին լի ապագայի ծրագրերով, դարձան միավանք շտապողական։ Նա սկսեց տարօրինակ ժամերի զանգեր ստանալ, միշտ դուրս էր գալիս այն սենյակից, որտեղ Անահիտն էր, որպեսզի առանձին խոսի։ Երբ նա հարցնում էր, թե արդյոք ամեն ինչ կարգին է, պատասխանը միշտ նույնն էր։ Ուղղակի աշխատանք է, սիրելիս։ Մի բան, որի մասին պետք չէ անհանգստանաս։ Բայց Անահիտն անհանգստանում էր։ Ինչպես չանհանգստանալ, երբ քո ամուսինը, որը նախկինում ամեն ինչով կիսվում էր քեզ հետ, այժմ կարծես ապրում էր զուգահեռ աշխարհում, որտեղ դու մուտք չունեիր։ Ինչպես չանհանգստանալ, երբ այն սակավաթիվ անգամներին, երբ սիրով էին զբաղվում, նա հեռու էր թվում, ֆիզիկապես ներկա, բայց էմոցիոնալ առումով բացակա։ Եվ հետո կային այդ թղթերը։
Մոտ 1 ամիս առաջ Տիգրանը սկսեց փաստաթղթեր բերել տուն, պայմանագրերի ձատթղթերի կույտեր, որոնք թողնում էր հյուրասենյակի սեղանին։ Երբ Անահիտը հարցնում էր, թե դրանք ինչ են, նա միշտ մշուշոտ բացատրություն էր տալիս, ինչ-որ բան ներդրումները վերադասավորելու, զույգի կարողությունը պաշտպանելու, երեխայի ֆինանսական ապագան պլանավորելու մասին։ Նա պնդում էր, գրեթե մոլուցքի հասնող հաճախականությամբ, որ նա ստորագրի որոշ թղթեր։ Սրանք ուղղակի ձականություններ են, Անահիտ։ Պետք է ամեն ինչ կարգի բերենք, մինչ երեխան ծնվի։ Նա մի քանի անգամ նայել էր փաստաթղթերը, բայց իրավական ֆինանսական լեզուն շփոթեցնող էր, լի տեխնիկական տերմիններով, որոնք նա լիովին չէր հասկանում։ Տիգրանը միշտ առաջարկում էր բացատրել, բայց նրա բացատրությունները արագ էին, կծկտուր, կարծես շտապում էր այդ հարցը շուտափույթ լուծել։ Անահիտը երբեք կասկածամիտ տեսակ չէր եղել։ Նա վստահում էր մարդկանց, հատկապես նրանց, ում սիրում էր։ Բայց ինչ-որ բան այդ թղթերում, Տիգրանի համառության մեջ, նրա հայացքից խուսափելուձում, երբ թեման բացվում էր, մի փոքրիկ տագնապ էր արթնացնում նրա գիտակցության խորքում։ Նա դեռ ոչինչ չէր ստորագրել։ Միշտ մի պատրվակ էր գտնում, հոգնած էր, պետք է ավելի ուշադիր կարդար, ուզում էր խորհրդակցել ընտանիքի բարեկամ իրավաբանի հետ։ Եվ ամեն անգամ, երբ հետաձգում էր, նկատում էր Տիգրանի աճող հիասթափությունը։ Դա զայրույթ չէր, ոչ էլ ագրեսիվություն, այլ մի լարվածություն, որը կախված էր նրանց միջ, ինչպես մի մութ ամպ, որը պատրաստվում էր փլուզվել։ Պտղի մոնիտորի ձայնը Անահիտին վերադարձրեց ներկա։ Երեխայի սրտի զարկերի այդ անընդհատ հանգստացնող ռիթմը խարսխի պես էր նրա միտքը լցնող մտքերի փոթորկի մեջ։ Նա ձեռքը դրեց փորին, զգաց մի մեղմ շարժում։ Իր որդին այնտեղ էր, կենդանի, ուժեղ, կախված իրենից, ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Անահիտը նորից վերցրեց հեռախոսը, բացեց հաղորդագրությունների հավելվածը։ Խմբային զրույց կար իր ամենամտերիմ ընկերուհիների, Գայանեի Լիլիթի հետ, որը մի քանի օր չէր ստուգել։ Նրանք հաջորդ հանգստյան օրերի համար մանկական խնջույք էին կազմակերպել, հաղորդագրությունները լի էին ոգորությամբ, զարդարանքի, տորթի ու նվերների մանրամասներով։ Աղջիկներ, հիվանդանոցում եմ, գրեց նա։ Լուրջ բան չկա, ուղղակի հսկողության տակ եմ։ Բայց կարծում եմ, պետք է հետաձգենք խնջույքը։ Պատասխանները գրեթե անմիջապես եկան։ Աստված իմ, Անահիտ ջան։ Լավ ես։ Երեխան լավ է։ Գայանեն էր, երեքից ամենադրամատիկը։ Հիմա կգամ։ Որ հիվանդանոցում ես։ Լիլիթը, գործնականը, արդեն ուզում էր ամեն ինչ լուծել։ Անահիտը ժպտաց։ Իր ընկերուհիներն իր ապահով նավահանգիստն էին, մարդիկ, որոնց վրա կարող էր հույս դնել, անկախ ամեն ինչից։ Նրանք ծանոթացել էին ճարտարապետության ֆակուլտետից, տարիների ընթացքում կառուցել էին ամուր ընկերություն, այնպիսին, որը դիմանում է փոփոխություններին, հեռավորություններին, կյանքի տարբեր փուլերին։ Հիմա պետք չէ գաք, աղջիկներ։ Լավ եմ, ուղղակի հոգնած։ Էրեբունիում եմ։ Բայց բժշկի խոսքով միայն մինչ վաղն եմ այստեղ մնալու։ Ինչ որ բան լինի, զանգիր, պայմանավորվեցինք, պնդեց Գայանեն։ Պայմանավորվեցինք։ Անահիտը դրեց հեռախոսը, թույլ տվեց իրեն մի պահ փակել աչքերը։ Սենյակը լուռ էր, բացառությամբ մոնիտորի հիպնոսացնող ձայնի միջանցքում քայլերի հեռավոր աղմուկի։ Նա զգում էր, թե ինչպես է հոգնածությունը տիրում իրեն, կոպերի այն ծանրությունը, որը նախորդում է քնին։ Գուցե Նարինեն ճիշտ էր։ Գուցե նրան պարզապես իսկական հանգիստ էր պետք, հեռու անհանգստություններից, լարվածությունից, անպատասխան հարցերից, որոնք պտտվում էին նրա մտքում։ Բայց մինչ քնին էր տրվում, մի պատկեր համառորեն մնում էր։ Տիգրանը, կրացած հյուրասենյակի սեղանի վրա, հայացքը գամած այդ թղթերին, մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Դա սովորական անհանգստություն չէր։ Դա ավելի խորն էր, ավելի հրատապ։ Գրեթե հուսահատ։ Անահիտը քնեց, բայց նրա քունը անհանգիստ էր, լի կծկտուր երազներով, որտեղ նա վազում էր անվերջ միջանցքներով, փնտրելով ինչ-որ բան, որը չէր կարողանում անվանել։ Երազում լսում էր Տիգրանի ձայնը, որը կանչում էր իր անունը, բայց երբ շրջվում էր, նա անհետանում էր ստվերների մեջ։ Երբ արթնացավ, դրսում արդեն մութ էր։ Պատի ժամացույցը ցույց էր տալիս երեկոյան 9:00 մի փոքր։ Անահիտը բերանը չորացած զգաց փնտրեց ջրի բաժակը, որը Նարինեն թողել էր սեղանիկին։ Հենց այդ ժամանակ նկատեց։ Սենյակում մենակ չէր։ Տիգրանն այնտեղ էր, նստած մահճակալի կողքի աթոռին, լուր դիտում էր նրան։
Դա անհանգստացած կամ կնոջը լավ տեսնելուց թեթացած մարդու կեցվածք չէր։ Դա ինչ-որ այլ բան էր։ Նա ձեռքերում ինչ-որ բան էր պահում, ծալված թղթեր, նրա արտահայտությունը լարված էր, գրեթե տագնապալի։ Արթնացա՞ր, ասաց նա, առանց ժպտալու։ Անահիտը տեղավորվեց մահճակալին, դեռ մի փոքր թմրած քնից։ Ժամը քանի՞սն է։ Որքան ժամանակ է, ինչ այստեղ ես։ Մի ժամ առաջ եմ եկել։ Քնած էիր, չուզեցի արթնացնել։ Նա վեր կացավ, մոտեցավ մահճակալին։ Անահիտը նկատեց, որ նա աշխատանքային հագուստով է, բայց փողկապը թուլացրած էր, ուսերին մի լարվածություն կար, որը նա լավ գիտեր։ Դա այն։ Մահճակալի կողքին, ուշադիր ուսումնասիրելով Անահիտի դեմքը։ Ինչ է պատահել։ Եվ մի ասա, թե ուղղակի հոգնածություն է։ Ես քեզ 10 տարի է ճանաչում եմ։ Անահիտը տատանվեց։ Լիլիթին պատմելը կնշանակեր ամեն ինչ իրական, շոշափելի դարձնել։ Բայց դա նա կնշանակեր մենակ չլինել այդ մղձավանջում։ Տիգրանը ֆինանսական խնդիրներ ունի։ Լուրջ։ Եվ հետո, կարծես մի ամբարտակ պայթեր, Անահիտը պատմեց ամեն ինչ։ Խորհրդավոր թղթերը, անընդհատ ճնշումը, գիշերային այցելությունը, կորցրած գումարի մասին խոստովանությունը։ Լիլիթը լսեց ամեն ինչ լուր, նրա պրոֆեսիոնալ արտահայտությունը վերահսկողության տակ առնելով։ Անահիտ, դու չես կարող ստորագրել ոչ մի բան, որ նա քեզ բերի։ Բացարձակապես ոչինչ, ասաց նա հաստատակամ, երբ Անահիտն ավարտեց։ Այն, ինչ նա փորձում է անել, խարդախություն է։ Եթե ստորագրես, կարող ես հանցակից համարվել։ Բայց նա ասաց, որ դա ընտանիքը պաշտպանելու համար է։ Նա դա ասաց, բայց իրականում դա իրեն պաշտպանելու համար է։ Եվ հնարավոր է, քեզ էլ իր հետ կրակի գիծ գցելու։ Անահիտը զգաց, որ արցունքները վերադառնում են։ Ինչպես հասանք այս կետին, Լիլ։ Ինչպես ես չտեսա։ Լիլիթը ամուր բռնեց ընկերուհու ձեռքը։ Որովհետ դու վստահում էիր նրան։ Որովհետ դու սիրում էիր նրան։ Դա քո մեղքը չէ, որ նա վատ ընտրություններ է կատարել։ Իսկ հիմա։ Ինչ անեմ։ Առաջինը, դու կենտրոնանում ես լավ լինելու այս երեխային առողջ ունենալու վրա։ Երկրորդ, դու ոչինչ չես ստորագրում, մինչ ես չտեսնեմ։ Երրորդ, սկսում ենք մտածել քեզ քո որդուն իրավականորեն պաշտպանելու մասին։ Իրավականորեն բառն ընկավ ծանրության պես։ Դա նշանակում էր իրավաբաններ, բաժանում, դատավարություններ։ Դա նշանակում էր այն ամենի վերջը, ինչ Անահիտը կառուցել էր վերջին տարիներին։ Նա խոսեց ներգրավված մարդկանց մասին։ Մարդիկ, որոնք ոչը որպես պատասխան չեն ընդունում։ Կարծում ես, նա կարող է վտանգավոր բանի մեջ ներգրավված լինել։ Լիլիթը կնճռոտեց ճակատը, անհանգստացած։ Դժվար է ասել։ Կարող է պարզապես խուճապ լինել նրա կողմից, փորձելով քեզ վախեցնել, որպեսզի ստանա այն, ինչ ուզում է։ Կամ կարող է ճիշտ լինել։ Ամեն դեպքում, դու պետք է զգույշ լինես։ Այդ պահին բժիշկ Մանուկյանը մտավ սենյակ իր մխիթարական ներկայությամբ։ Նա 50 անց մի տղամարդ էր, ալեհեր մազերով զուսպ շրջանակով ակնոցներով, որն անմիջապես վստահություն էր ներշնչում։ Բարի լույս, Անահիտ։ Ինչպես անցկացրիք գիշերը։ Անահիտը արագ հայացք փոխանակեց Լիլիթի հետ, պատասխանելուց առաջ։ Անհանգիստ, բժիշկ։ Նա զննեց մոնիտորի գրառումները, մի քանի հարց տվեց, թե ինչպես է նա իրեն ֆիզիկապես զգում։ Զննումից հետո նա հանգստացնող կերպով ժպտաց։ Ֆիզիկապես լավ եք։ Երեխան հիանալի է։ Բայց գիշերվա ընթացքում ձեր սրտի ռիթմի փոփոխություններ եմ նկատել։ Ինչ-որ բան է պատահել։ Անահիտը չգիտեր, թե ինչպես պատասխանի առանց մտնելու մանրամասների մեջ, որոնք կնախընտրեր չկիսել։ Անհանգստություն, վերջապես ասաց նա, ինչը տեխնիկապես սուտ չէր։ Բժիշկ Մանուկյանը մի պահ ուսումնասիրեց նրան, այն խորաթափանց հայացքով, որը շատ բան է տեսել կյանքում։ Անահիտ, սթրեսը, անհանգստությունը լավ չեն ոչ ձեզ, ոչ էլ երեխայի համար։ Եթե ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, ինչ էլ որ լինի, դուք պետք է դրա հետ գործ ունենալու միջոց գտնեք։ Կա մեկը, ում հետ կարող եք խոսել։ Հոգեբան, գուցե։ Նա մեզ ունի, միջամտեց Լիլիթը։ Ընկերներին, ընտանիքին։ Բժիշկը գլխով արեց։ Հիանալի է։ Լավ, ես ձեզ դուրս կգրեմ, բայց այն պայմանով, որ տանը հանգստանաք։
Ոչ մի աշխատանք, ոչ մի սթրես։ Ուզում եմ ձեզ նորից տեսնել հաջորդ շաբաթ հետազոտության համար։ Եվ ցանկացած անհանգստացնող ախտանիշի, ցանկացած անսովոր բանի դեպքում անմիջապես վերադառնում եք։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք, համաձայնեց Անահիտը։ Մինչ բժիշկ Մանուկյանը դուրս էր գալիս սենյակից, Անահիտն ու Լիլիթս մեկ իմաստալից հայացք փոխանակեցին։ Դու այսօր ինձ մոտ կմնաս, ասաց Լիլիթը, ոչ թե որպես հարց, այլ որպես հաստատում։ Ես կչեղարկեմ իմ կեսօրվա հանդիպումները։ Պետք է հանգիստ խոսենք այս ամենի մասին։ Անահիտն ուզում էր առարկել, ասել, որ պետք չէ, բայց ճշմարտությունն այն էր, որ նա թեթացած էր։ Տիգրանին մենակ դիմակայելու, լարվածությամբ լի այդ բնակարան վերադառնալու գաղափարը սարսափելի էր։ Շնորհակալ եմ, Լիլ։ Նրանք հիվանդանոցից դուրս եկան ժամը 10-ի կողմերը, մի երկնքի տակ, որը դեռ անձր էր խոստանում։ Լիլիթն իր մեքենան կայանել էր կողմնակի փողոցում, մինչ այնտեղ էին քայլում, Անահիտը տարօրինակ զգացում ունեցավ, թե իրեն հետում են։ Նա շուրջը նայեց, բայց ոչինչ չտեսավ, բացի սովորական մարդկանցից, որոնք գալիս ու գնում էին, յուրաքանչյուրը խորասուզված իր սեփական կյանքի հոգսերի մեջ։ Ամեն ինչ կարգին է, հարցրեց Լիլիթը, նկատելով Անահիտի տատանումը։ Այո։ Կարծում եմ, ուղղակի պարանոյա է։ Բայց երբ նստեցին մեքենան, Լիլիթը գործի գցեց այն, Անահիտը նայեց կողային հայելուց տեսավ մի տղամարդու կերպարանք, որը կանգնած էր անկյունում դիտում էր իրենց։ Հեռվից, կեցվածքով մուգ բաճկոնով, կարող էր Տիգրանը լինել։ Բայց երբ նա թարթեց նորից նայեց, կերպարանքն անհետացել էր։ Ճանապարհը դեպի Կոմիտասի բնակարան լուռ անցավ։ Լիլիթը հարգեց Անահիտի ամեն ինչ վերլուծելու կարիքը, սահմանափակվելով երթեկության կամ եղանակի մասին երբեմնի մեկնաբանություններով։ Երբ հասան շենքին, Անահիտը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Այդ վայրը, որը 2 տարի իր ապաստանն էր եղել, այժմ թշնամական էր թվում։ Նրանք բարձրացան 3-րդ հարկ, Անահիտը դողացող ձեռքերով բացեց դուռը։ Բնակարանը լուռ էր կոկիկ, բայց օդում ինչ-որ բան կար, որը նրան անհանգստացնում էր։ Ոչ մի շոշափելի բան, պարզապես զգացում, որ ինչ-որ բան տեղում չէ։ Մի բաժակ սուրճ կպատրաստես, մինչ ես հագուստս փոխեմ, խնդրեց Անահիտը։ Իհարկե։ Անահիտը գնաց ննջասենյակ հիվանդանոցային գիշերանոցը փոխեց հարմարավետ հագուստով։ Հյուրասենյակով անցնելիս նկատեց, որ այն սեղանը, որտեղ Տիգրանը սովորաբար թողնում էր իր աշխատանքային թղթերը, դատարկ էր, չափազանց մաքուր։ Նա ամեն ինչ տարել էր։ Նա բացեց գրասեղանի դարակը, որտեղ պահում էր կարևոր փաստաթղթերը։ Ամեն ինչ կարծես տեղում էր։ Վկայականներ, պայմանագրեր, բանկային քաղվածքներ։ Բայց հետո նա մի տարօրինակ բան նկատեց։ Մի թղթապանակ կար, որը չէր հիշում, թե տեսել է, նշված միայն դեղին կպչուն ժապավենով, առանց որևէ նույնականացման։ Դողացող ձեռքերով Անահիտը բացեց թղթապանակը։ Ներսում կյանքի ապահովագրության պայմանագրերի պատճեններ էին։ 3 հատ։ Բոլորը իր անունով, բոլորը նոր, կնքված վերջին 3 ամիսներին։ Անահիտն ապահովագրված անձն էր, իսկ Տիգրանը միակ շահառուն։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում էր 250 միլիոն դրամ։ Անահիտը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նա բռնվեց գրասեղանից, փորձելով վերլուծել այն, ինչ տեսնում էր։ Ինչու պետք է Տիգրանը 3 տարբեր կյանքի ապահովագրության պայմանագիր կնքեր իր անունով, առանց ոչինչ ասելու։ Ինչու պետք է նա լիներ միակ շահառուն։ Անահիտ։ Լավ ես։ Լիլիթի ձայնը գալիս էր խոհանոցից։ Անահիտը վերցրեց թղթապանակը մեխանիկական քայլերով գնաց դեպի խոհանոց։ Լիլիթը լցնում էր սրճեփը, երբ շրջվեց տեսավ ընկերուհու դեմքի արտահայտությունը։ Ինչ է պատահել։ Գունատվել ես։ Կեցվածքն էր, երբ նա ծայրահեղ ճնշման տակ էր։ Ինչպե՞ս ես։ Բժիշկը բան ասաց, հարցրեց նա, բայց Անահիտը նկատեց, որ նրա աչքերը շեղվում են կողք, դեպի մոնիտորը, ցանկացած տեղ, բացի իրենից։ Լավ եմ։ Հոգնած, բայց լավ։ Երեխան էլ է հիանալի։ Լավ է։ Վախեցրիր ինձ։ Լռություն։ Ծանր լռություն, լի չասված բաներով։ Տիգրան, ինչ է կատարվում քեզ հետ, վերջապես հարցրեց Անահիտը, նրա ձայնն ավելի ամուր հնչեց, քան սպասում էր։ Նա թարթեց, կարծես չէր սպասում ուղիղ հարցին։ Ինչի՞ մասին ես խոսում։ Դու գիտես, թե ինչի մասին եմ խոսում։
Ամիսներ է, ինչ փոխվել ես։ Հեռացել ես։ Միշտ անհանգիստ ես մի բանի համար, որը չես կիսում ինձ հետ։ Եվ այս թղթերը, որոնք այդքան պնդում ես, որ ստորագրեմ։ Իրականում, ինչ է կատարվում։ Տիգրանը ձեռքը տարավ մազերի միջով, մի ժեստ, որը միշտ անում էր, երբ նյարդայնանում էր։ Անահիտ, լուրջ բան չկա։ Արդեն բացատրել եմ։ Ուղղակի ֆինանսական ճշգրտումներ են, որ պետք է անենք։ Մեր ունեցվածքի պաշտպանություն, ամեն ինչի կարգավորում, մինչ երեխան ծնվի։ Բայց ինչու այդքան շտապողականություն։ Ինչու ես այնպես վարվում, կարծես կյանքի ու մահվան հարց լինի։ Նա տատանվեց։ Մի կարճ պահ Անահիտը նրա աչքերում մի բան տեսավ, որը վախեցրեց իրեն։ Դա զայրույթ չէր, ոչ էլ հիասթափություն։ Դա վախ էր։ Տիգրանը ինչ-որ բանից վախենում էր։ Որովհետև դա կարող է, Անահիտ։ Դու պետք է վստահես ինձ։ Ես վստահում եմ քեզ, Տիգրան։ Բայց վստահությունը չի նշանակում թղթեր ստորագրել, առանց հասկանալու, թե ինչ եմ ստորագրում։ Սենյակում լարվածությունն աճեց։ Տիգրանը նայեց ձեռքի թղթերին, ապա Անահիտին։ Փաստաթղթերը բերել եմ։ Մտածեցի, կարող ենք հիմա լուծել այս հարցը։ Հիմա։ Ես հիվանդանոցում եմ, Տիգրան։ Լուրջ ես ասում։ Հենց դրա համար էլ պետք է լուծենք։ Ամեն ինչ կարող է փոխվել ցանկացած պահի։ Պետք է պատրաստ լինենք։ Անահիտը զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում իր մարմնով։ Այդ խոսակցության, այդ համառության, Տիգրանի գրեթե հուսահատ հայացքի մեջ ինչ-որ խորապես սխալ բան կար։ Մինչ նա կհասցներ պատասխանել, սենյակի դուռը բացվեց, Նարինեն մտավ, իր հետ բերելով թեյով թխվածքաբլիթներով սկուտեղ։ Նա արագ հայացք գցեց Անահիտից Տիգրանին, ապա պրոֆեսիոնալ կերպով ժպտաց։ Բարի երեկո։ Ձեզ համար թեթ ուտեստ եմ բերել։ Պետք է սնվեք, որ ուժերը պահպանեք։ Տիգրանը մի քանի քայլ հետ գնաց, շտապ թղթերը դնելով բաճկոնի ներքին գրպանը։ Անահիտը նկատեց նրա կեցվածքի փոփոխությունը, կարծես նրան բռնացրել էին անպատշաճ բան անելիս։ Շնորհակալ եմ, Նարինե, ասաց Անահիտը, անկեղծորեն շնորհակալ լինելով ընդհատման համար։ Բուժքույրը սկուտեղը դրեց սեղանիկին, ապա շրջվեց դեպի Տիգրանը։ Այցելությունների ժամը 10-ին ավարտվում է, պարոն։ Բայց կարող եք վերադառնալ վաղը առավոտյան, ժամը 8-ից։ Հասկանալի է։ Ես արդեն գնում էի։ Տիգրանը մոտեցավ Անահիտին, արագ համբուրեց նրա ճակատը։ Դա քնքուշ համբույր չէր, այլ մեխանիկական, ավտոմատ։ Հանգստացիր։ Վաղը կգամ։ Նա դուրս եկավ սենյակից, առանց հետ նայելու։ Անահիտը մնաց, նայելով փակ դռանը, զգալով, որ այդ վերջին րոպեներին նրանց միջ ինչ-որ հիմնարար բան կոտրվել էր։ Նարինեն մի քանի րոպե էլ մնաց սենյակում, ստուգելով մոնիտորը ուղղելով Անահիտի ծածկոցները։ Ամեն ինչ կարգին է, հարցրեց նա, նրա ձայնը պարունակում էր մի անհանգստություն, որը դուրս էր պրոֆեսիոնալ արձանագրությունից։ Անահիտն ուզում էր ասել, որ այո, ամեն ինչ կարգին է։ Բայց բառերը դուրս չեկան։ Փոխարենը, նա պարզապես գլխով արեց, պայքարելով արցունքների դեմ, որոնք սպառնում էին թափվել։ Երբ վերջապես նորից մենակ մնաց, Անահիտը վերցրեց հեռախոսը, բացեց Գայանեի հետ զրույցը։ Նրա մատները տատանվեցին ստեղնաշարի վրա։ Ինչ կարող էր ասել։ Որ իր ամուսինը տարօրինակ է իրեն պահում։ Որ զգում էր, թե ինչ-որ խորապես սխալ բան կա, բայց չի կարողանում հստակ մատնանշել։ Որ 4 տարվա մեջ առաջին անգամ վախենում է Տիգրանից։ Ոչ։ Վախը ճիշտ բառը չէր։ Դա ինչ-որ այլ բան էր։ Դա այն զգացումն էր, որ այն մարդը, ում հետ նա ընտրել էր կյանք կառուցել, իր աչքի առաջ վերածվում էր անծանոթի։ Եվ ամենավատն այն էր, որ չգիտեր, ինչու։ Անահիտը ձեռքը դրեց փորին, որտեղ իր որդին հանգստանում էր, անտեղյակ մեծահասակների աշխարհի բոլոր այդ անհանգստություններից։ Մենք լավ կլինենք, շշնջաց նա։ Ինչ էլ պատահի, մենք լավ կլինենք։ Բայց այդ բառերն ասելիս Անահիտը վստահ չէր, թե երեխային էր փորձում հանգստացնել, թե իրեն։ Դրսում, միջանցքի ստվերներում, մի կերպարանք դիտում էր սենյակը դռան փոքրիկ պատուհանից։ Տիգրանը չէր գնացել։ Նա այնտեղ էր կանգնած, նայում էր ներս, թղթերը դեռ գրպանում, մի արտահայտությամբ, որը խառնում էր հուսահատությունն ու վճռականությունը։ Եվ իր գիտակցության խորքում Անահիտը գիտեր, որ հիվանդանոցում անցկացրած այդ գիշերը շատ ավելի մեծ բանի սկիզբն էր։
Հորիզոնում փոթորիկ էր հասունանում, նա հենց դրա կենտրոնում էր, կրելով մի թանկարժեք կյանք, որը պետք է պաշտպաներ ամեն գնով։ Մոնիտորը շարունակում էր արձանագրել երեխայի սրտի անընդհատ զարկերը, հիշեցում, որ որքան էլ աշխարհը շփոթեցնող թվա, այնտեղ ինչ-որ մաքուր պարզ բան կար։ Մի նոր կյանք, լի հնարավորություններով, որը սպասում էր ծնվելու մի աշխարհում, որն իր մայրը կաներ հնարավորը անվտանգ դարձնելու համար։ Անահիտս մեկ անգամ փակեց աչքերը, բայց այս անգամ ոչ թե քնելու համար, այլ մտածելու, վերլուծելու, փորձելու հասկանալ, թե ինչ էր կատարվում իր կյանքի հետ, ինչպես էր հասել այս կետին։ Ինչ-որ բան պետք է փոխվեր։ Եվ գուցե, միայն գուցե, հիվանդանոցում խոցելիության այդ պահը հենց այն էր, ինչ նրան պետք էր, վերջապես տեսնելու այն ճշմարտությունը, որից այդքան երկար խուսափում էր։ Էրեբունի բժշկական կենտրոնի լուսաբացն ուներ այն բնորոշ լռությունը, որը հատուկ է մեռյալ ժամերին, երբ նույնիսկ երբեք չքնող քաղաքը կարծես մի պահ ննջում է։ Անահիտը սթափվեց, հստակ չիմանալով, թե ինչն էր ընդհատել իր քունը։ Սենյակը մթնշաղի մեջ էր, լուսավորված միայն մոնիտորի մեղմ լույսով միջանցքից կիսաբաց դռան ճեղքով ներս թափանցող կապտավուն պայծառությամբ։ Նա նայեց պատի թվային ժամացույցին։ Առավոտյան 3:40։ Սիրտը սովորականից արագ էր բաբախում, մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար, որ մենակ չէ։ Սենյակում ինչ-որ մեկը կար։ Մի ուրվագից կանգնած էր պատուհանի մոտ, մեջքով դեպի մահճակալը, դիտում էր անձրը, որը նորից սկսել էր թափվել դրսում։ Տիգրան, կանչեց նա, ձայնը խռպոտ քնից։ Կերպարանքն արագ շրջվեց, Անահիտը տեսավ, որ իսկապես նա է։ Բայց նրա կեցվածքում ինչ-որ տարօրինակ բան կար։ Նա լարված էր թվում, ուսերը պնդացած, ձեռքերը բռունցք արած մարմնի կողքերին։ Ներիր, չէի ուզում արթնացնել, ասաց նա, ձայնը տարօրինակ կերպով խռպոտ հնչելով։ Ինչ ես անում այստեղ։ Կարծում էի, գնացել ես։ Վերադարձա։ Պետք է խոսեի քեզ հետ։ Անահիտը տեղավորվեց մահճակալին, զգալով աճող անհանգստություն։ Դա ֆիզիկական չէր։ Դա ավելի խորն էր, բնազդային։ Նրա էության յուրաքանչյուր մանրաթել գոռում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Առավոտյան 3-ին, Տիգրան։ Չէիր կարող սպասել մինչ վաղը։ Նա մոտեցավ մահճակալին, երբ մտավ մոնիտորի լուսավորած տարածք, Անահիտը կարողացավ ավելի հստակ տեսնել նրա դեմքը։ Ճակատին քրտինք կար, չնայած սենյակի օթորակիչին։ Աչքերը կարմրած էին, կարծես ժամերով չէր քնել կամ գուցե լաց էր եղել։ Չի կարող սպասել, Անահիտ։ Ես պետք է, որ դու հասկանաս։ Պետք է, որ ստորագրես այդ թղթերը։ Նրա ձայնի հրատապությունը Անահիտի մտքում տագնապի զանգն ավելի բարձր հնչեցրեց։ Տիգրան, դու ինձ վախեցնում ես։ Ինչ է կատարվում։ Ինչու է դա այդքան կարևոր։ Նա ձեռքը տարավ դեմքի վրայով, հիասթափության կամ հուսահատության ժեստ, Անահիտը չկարողացավ որոշել։ Ես սխալ եմ գործել, սկսեց նա, ձայնը դողալով։ Լուրջ սխալ։ Աշխատանքի վայրում։ Մի հաճախորդի հետ։ Շատ գումար եմ կորցրել։ Շատ գումար, որն իմը չէր։ Անահիտը զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։ Ուրեմն սա էր։ Խնդիրը փողն էր։ Որքան, հարցրեց նա, թե մի մասը չէր ուզում իմանալ պատասխանը։ 50 միլիոն դրամ։ Թիվը նրանց միջ ընկավ ռումբի պես։ Անահիտը մի երկար պահ անխոս մնաց, վերլուծելով նրա բացահայտածի մասշտաբը։ Աստված իմ, Տիգրան։ Ինչպես դա պատահեց։ Ես փորձեցի հետ բերել։ Մի քանի ռիսկային ներդրումներ արեցի, մտածելով, որ կկարողանամ իրավիճակը շտկել։ Բայց միայն վատթարացրի։ Հիմա նրանք 30 օրվա ընթացքում գումարն են ուզում, այլապես ինձ դատի կտան։ Կարող են նույնիսկ քրեական մեղադրանք առաջադրել։ Կտորները սկսեցին իրար միանալ Անահիտի մտքում։ Հեռավորությունը, նյարդայնությունը, գաղտնի հեռախոսազանգերը, թղթերի հետ կապված համառությունը։ Իսկ թղթերը։ Դրանք ինչ կապ ունեն այս ամենի հետ։ Տիգրանը տատանվեց, Անահիտը հստակ տեսավ կոնֆլիկտը նրա դեմքին։ Նա փորձում էր որոշել, թե որքան պատմի, որքան թաքցնի։ Դրանք գույքի փոխանցումներ են։ Պետք է բնակարանը որոշ ներդրումներ քո անունով գրանցեմ։ Եթե իմ դեմ դատական գործ հարուցեն, կուզենան ամեն ինչ բռնագրավել։ Բայց եթե քո անունով լինի, չեն կարող դիպչել։ Անահիտը զգաց, որ շունչը կտրվում է։
Նա պաշտպանողաբար ձեռքը դրեց փորին, մոր բնազդային ժեստ, որը պաշտպանում է իր երեխային։ Դու ուզում ես, որ ես խարդախության հանցակից դառնամ։ Սա է։ Դա խարդախություն չէ, Անահիտ։ Դա պաշտպանություն է։ Երաշխավորում է, որ մեր ընտանիքը փողոցում չմնա։ Որ մեր որդին ապրելու տեղ ունենա։ Մեր որդուն պետք է ազնիվ հայր, Տիգրան։ Ոչ թե մի հայր, որը փախչում է իր արարքների հետանքներից։ Անահիտի ձայնն ավելի բարձր հնչեց, քան մտադրվել էր, նա տեսավ, թե ինչպես Տիգրանն արագ նայեց դռանը, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը կարող է լսել։ Ձայնդ իջեցրու, շշնջաց նա հրատապ։ Դու չես հասկանում իրավիճակի լրջությունը։ Միայն իմ ղեկավարները չեն։ Այլ մարդիկ էլ կան ներգրավված։ Մարդիկ, որոնք ոչը որպես պատասխան չեն ընդունում։ Սառնությունն անցավ Անահիտի մարմնով։ Այլ մարդիկ։ Ինչ տեսակի մարդիկ։ Տիգրան, դու կոնկրետ ինչ ես արել։ Ում հետ ես կապվել։ Մինչ նա կհասցներ պատասխանել, սենյակի դուռը մեղմորեն բացվեց։ Նարինեն մտավ, իր հետ բերելով իր հանգստացնող պրոֆեսիոնալ ներկայությունը։ Նա նայեց Անահիտից Տիգրանին, նրա արտահայտության մեջ ինչ-որ բան նրբորեն փոխվեց։ Պարոն, այցելությունների ժամը սկսվում է առավոտյան 8-ից։ Ինչպես եք կարողացել ներս մտնել։ Տիգրանն անմիջապես հեռացավ մահճակալից, նրա կեցվածքը դարձավ պաշտպանողական։ Աստիճանավանդակի դուռը բաց էր։ Պետք է տեսնեի կնոջս։ Նարինեն պահպանեց իր հանգիստ, բայց հաստատակամ տոնը։ Հասկանում եմ ձեր անհանգստությունը, բայց պետք է խնդրեմ, որ հեռանաք։ Հիվանդին բացարձակ հանգիստ է անհրաժեշտ։ Կարող եք վերադառնալ համապատասխան ժամին։ Անահիտը տեսավ կոնֆլիկտը Տիգրանի դեմքին։ Մի պահ նա վախեցավ, որ նա կհրաժարվի գնալ։ Բայց հետո նա գլխով արեց, վերցրեց աթոռից կախված բաճկոնը քայլեց դեպի դուռը։ Դուրս գալուց առաջ նա վերջին անգամ շրջվեց դեպի Անահիտը։ Մտածիր իմ ասածի մասին։ Խնդրում եմ։ Երբ դուռը փակվեց նրա հետից, Անահիտը նկատեց, որ դողում է։ Նարինեն արագ մոտեցավ, ստուգելով նրա կենսական նշանները մոնիտորի վրա։ Սիրտներդ արագացել է։ Լավ եք։ Անահիտն ուզում էր ասել, որ այո, բայց արցունքները սկսեցին հոսել, մինչ կկարողանար զսպել դրանք։ Նարինեն նստեց մահճակալի եզրին, բռնեց նրա ձեռքը, պարզ, բայց մխիթարական ժեստ։ Ուզում եք խոսել այդ մասին։ Անահիտը գլուխը թափահարեց։ Ինչպես կարող էր բացատրել այն մղձավանջը, որին վերածվել էր իր կյանքը։ Ինչպես կարող էր բառերով արտահայտել վախը, շփոթությունը, դավաճանության զգացումը։ Նա խնդիրներ ունի, վերջապես ասաց նա։ Լուրջ խնդիրներ։ Նարինեն ավելի շատ մանրամասներ չպահանջեց։ Փոխարենը, նա ուղղեց Անահիտի բարձերը մի բաժակ թարմ ջուր բերեց։ Դուք ձեր երեխան հիմա իմ առաջնահերթությունն եք։ Ես կխոսեմ անվտանգության հետ աստիճանավանդակի մուտքի մասին։ Ոչ ոք այլս այցելությունների ժամից դուրս առանց թույլտվության այստեղ չի մտնի։ Անահիտը գլխով արեց, շնորհակալ լինելով պաշտպանության համար, թե մի մասը զգում էր, որ արդեն ուշ է։ Թույնն արդեն ներարկվել էր։ Տիգրանի խոսքերն արձագանքում էին նրա մտքում, յուրաքանչյուրը կրելով հետանքների ծանրությունը, որոնք նա դեռ լիովին չէր կարողանում ըմբռնել։ Նարինեի գնալուց հետո Անահիտը մնաց արթուն մթության մեջ, նայելով առաստաղին։ Անձրն այժմ ավելի ուժեղ էր թակում, ձայնը խառնվում էր պտղի մոնիտորի անընդհատ ռիթմին։ Իր որդին այնտեղ էր, իր ներսում, լիովին կախված իր որոշումներից։ Եվ նա գիտեր ցավալի պարզությամբ, որ այն ընտրությունները, որոնք կկատարեր առաջիկա օրերին, ընդմիշտ կփոխեին իրենց կյանքի ընթացքը։ Նա մտածեց իր մոր Սոնայի մասին, որն ապրում էր Գյումրիում, միշտ եղել էր իր գաղտնապահը։ Պետք է զանգեր նրան։ Պատմել, թե ինչ է կատարվում։ Բայց Անահիտը նա գիտեր, որ մայրը երբեք լիովին չէր հավանել Տիգրանին։ Նա կարծում էր, որ նա չափազանց հավակնոտ է, չափազանց մտահոգված փողով կարգավիճակով։ Անահիտը միշտ պաշտպանել էր իր ամուսնուն, պնդելով, որ նա պարզապես ուզում է հարմարավետ կյանք կառուցել ընտանիքի համար։ Այժմ, գիտակցելով իրավիճակի դառը հեգնանքը, նա մտածում էր, թե արդյոք մայրը չէր տեսել մի բան, որն ինքը հրաժարվում էր նկատել։ Քունը չվերադարձավ։ Անահիտը մնաց արթուն, դիտելով, թե ինչպես է մթությունն աստիճանաբար տեղի տալիս առավոտվա մոխրագույն լույսին։
Երբ Նարինեն վերադարձավ առավոտյան 6-ի հերթափոխին, նա գտավ Անահիտին արթուն, կարմրած աչքերով հյուծված արտահայտությամբ. «Չկարողացաք քնել»։ «Ոչ»։ Նարինեն ստուգեց կենսական նշանները պտղի մոնիտորը, նշումներ անելով թղթապանակում։ Բժիշկ Մանուկյանը ժամը 9-ի կողմերը կանցնի։ Տեսնենք, արդյոք արդեն կարող եք դուրս գրվել։ Տուն վերադառնալու գաղափարը, այն բնակարան, որն այժմ թվում էր վարակված գաղտնիքներով ստերով, ստիպեց Անահիտի ստամոքսը սեղմվել։ Բայց նա գիտեր, որ չի կարող հավերժ թաքնվել հիվանդանոցում։ Ժամը 8:30-ի կողմերը նրա ընկերուհի Լիլիթը հայտնվեց սենյակի դռան մոտ, բերելով մաքուր հագուստով հիգիենայի պարագաներով պայուսակ։ «Քեզ համար մի քանի բան եմ բերել», ասաց նա, մտնելով իր գործնական արդյունավետ ձով։ Լիլիթը իրավաբան էր, միշտ անթերի իր աշխատանքային հագուստով, շիկահեր մազերը հավաքված էլեգանտ պոչով։ Գայանեն էլ էր ուզում գալ, բայց կարճ ժողով ուներ։ «Բարներ է ուղարկում»։ Անահիտը ժպտաց, շնորհակալ լինելով ընկերուհու ներկայության համար։ «Շնորհակալ եմ, Լիլ»։ «Պետք չէր»։ «Իհարկե պետք էր։ Ընկերները դրա համար են»։ Լիլիթը քաշեց աթոռը նստեց։ Անահիտը թղթապանակը դրեց խոհանոցի սեղանին, բացեց այն, ցույց տալով պայմանագրերը։ Լիլիթը վերցրեց փաստաթղթերը, սկսեց կարդալ, նրա արտահայտությունը փոխվեց հետաքրքրությունից անհանգստության, վերջապես տագնապի։ «Աստված իմ, Անահիտ, դու գիտեիր այս պայմանագրերի մասին»։ Անահիտը գլուխը թափահարեց, չկարողանալով խոսել։ Լիլիթը շարունակեց կարդալ, էջերը թերթելով աճող հրատապությամբ։ Դրանք կնքվել են սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին։ Բոլորը 85 միլիոն դրամի չափով։ Եվ նայիր այստեղ, մանր տառերով։ Անհապաղ վճարման կետ կա, ցանկացած դժբախտ պատահարի կամ բժշկական բարդության դեպքում, որը հանգեցնում է մահվան։ Երկու կանայք իրար նայեցին, բացահայտման ծանրությունը կախված նրանց միջ թունավոր ամպի պես։ «Լիլ», ասաց Անահիտը, ձայնը դուրս գալով շշուկի պես։ Նա գիշերվա կեսին հիվանդանոց էր եկել։ Նա հուսահատ էր։ Նա ասաց, որ վտանգավոր մարդկանց հետ է կապվել։ Լիլիթը պայմանագրերը զգուշորեն դրեց սեղանին, կարծես դրանք ռադիոակտիվ առարկաներ լինեին։ «Անահիտ, ես պետք է, որ դու շատ ուշադիր լսես, թե ինչ եմ ասելու։ Սա նորմալ չէ։ Այս ամենից ոչինչ նորմալ չէ։ Հղի կնոջ անունով 3 կյանքի ապահովագրության պայմանագիր կնքել, առանց նրա իմացության, մինչդեռ հուսահատված է փողի համար կապված է վտանգավոր մարդկանց հետ»։ Նա նախադասությունը չավարտեց։ Պետք չէր։ Եզրակացությունը կախված էր օդում նրանց միջ, սարսափելի, անժխտելի։ Անահիտը ձեռքը դրեց փորին, զգալով, թե ինչպես է իր որդին շարժվում այնտեղ, լիովին անտեղյակ իրենց շրջապատող վտանգից։ Նա դա չէր անի, ասաց նա, բայց ձայնը համոզմունք չուներ։ Նա չէր անի։ Անահիտ, դու պետք է հիմա այստեղից գնաս։ Գնա մի քանի բան վերցրու, արի ինձ մոտ մնա, մինչ այս հարցը լուծենք։ Բայց եթե սխալվում եմ։ Եթե անմեղ բացատրություն կա։ Լիլիթը բռնեց Անահիտի ուսերից, ստիպելով նրան ուղիղ իր աչքերին նայել։ Իսկ եթե չկա։ Իսկ եթե ճիշտ ես։ Պատրաստ ես ռիսկի դիմել քո որդու կյանքով պարզելու համար։ Հարցը կախված մնաց օդում։ Անահիտը գիտեր, որ Լիլիթը ճիշտ է։ Գիտեր, որ յուրաքանչյուր պահ, որ մնում էր այդ բնակարանում, այդ իրավիճակում, վտանգի պահ էր։ Բայց դա ընդունելը նշանակում էր ընդունել, որ այն մարդը, ում սիրում էր, ում հետ պլանավորել էր անցկացնել իր կյանքի մնացած մասը, կարող էր ընդունակ լինել աներակայելիին։ Թույլ տուր մի քանի բան վերցնեմ, վերջապես ասաց նա։ Մինչ Անահիտը վերադառնում էր ննջասենյակ, արագ ճամպրուկ հավաքելու, Լիլիթը վերցրեց իր հեռախոսը, սկսեց զանգեր կատարել։ Սկզբում Գայանեին, հետո մի ընտանեկան իրավունքի մասնագետ իրավաբանի, որին ճանաչում էր։ Իրադարձությունները չափազանց արագ էին զարգանում, Անահիտը զգում էր, կարծես նավակի մեջ լիներ փոթորկի կենտրոնում, առանց ուղղության վերահսկողության։ Նա հագուստ էր դնում ճամպրուկի մեջ, երբ լսեց մուտքի դռան բացվելու ձայնը։ Սիրտը կանգ առավ։ Տիգրանն էր։ Նա ցանկացած տեղ կճանաչեր նրա բանալիների ձայնը։ Անահիտը դուրս եկավ ննջասենյակից, տեսավ Լիլիթին, արդեն դիրքավորված հյուրասենյակում, իր Տիգրանի միջ, ինչպես մարդկային վահան։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց Տիգրանը, հայացքը Լիլիթից Անահիտին, ապա նրա կիսատ հավաքած ճամպրուկին տեղափոխելով։
Անահիտը մի քանի օր ինձ մոտ է մնալու, պատասխանեց Լիլիթը, ձայնը հաստատակամ պրոֆեսիոնալ։ Նրան հանգիստ խաղաղություն է պետք։ Տիգրանն անտեսեց Լիլիթին, կենտրոնացավ Անահիտի վրա։ Մենք պետք է խոսենք։ Առանձին։ Ինչ որ ունես ասելու, կարող ես ասել Լիլիթի ներկայությամբ, պատասխանեց Անահիտը, զարմացնելով ինքն իրեն իր ձայնի ամրությամբ։ Տիգրանը ձեռքը տարավ մազերի միջով, հիասթափության այդ ծանոթ ժեստը։ Անահիտ, խնդրում եմ։ Դու չես հասկանում իրավիճակը։ Դու ինձ պետք ես այստեղ։ Պետք է, որ ինձ աջակցես այս հարցում։ Աջակցեմ ինչում, Տիգրան։ Ստերի մեջ։ Գաղտնիքների մեջ։ Թե ապահովագրական պայմանագրերի, որոնք կնքել ես առանց ինձ ասելու։ Տիգրանի արտահայտությունը փոխվեց։ Հիասթափությունից այն վերածվեց խուճապի։ Դու գտել ես պայմանագրերը։ Գտել եմ։ Ուզում ես բացատրել, թե ինչու պետք է 3 կյանքի ապահովագրության պայմանագիր կնքեիր, յուրաքանչյուրը 85 միլիոն դրամի չափով, ինձ դնելով միակ շահառու, այս ամենն առանց ինձ հետ խորհրդակցելու։ Տիգրանը նայեց Անահիտից Լիլիթին, նորից Անահիտին։ Նա ակնհայտորեն փորձում էր որոշել, թե ինչպես վարվի այս իրավիճակում։ Դա նախազգուշական միջոց էր, վերջապես ասաց նա։ Երեխայի ծնվելուց առաջ մտածեցի ֆինանսապես պաշտպանել մեզ։ Ինչպես պաշտպանել, Տիգրան։ Ես մահացած, իսկ դու ավելի քան 250 միլիոն դրամով։ Բառերը դուրս եկան ավելի կոշտ, քան Անահիտը մտադրվել էր, բայց նա տեսավ դրանց ազդեցությունը Տիգրանի դեմքին։ Ինչպես կարող ես այդպիսի բան ասել։ Ինչպես կարող ես մտածել, որ ես քեզ կվնասեի։ Որովհետև դու հուսահատ ես։ Որովհետև դու վտանգավոր մարդկանց հետ ես կապված։ Որովհետև դու առավոտյան 3-ին հայտնվեցիր իմ հիվանդասենյակում, խնդրելով, որ ստորագրեմ թղթեր, որոնք ինձ քո խարդախությունների հանցակիցը կդարձնեին։ Անահիտի ձայնը բարձրանում էր, նա զգում էր, որ սիրտը արագանում է, սթրեսը տիրում է իր մարմնին։ Լիլիթը մոտեցավ, պաշտպանողաբար ձեռքը դրեց նրա ուսին։ Ժամանակն է, որ գնաս, Տիգրան։ Ես ոչ մի տեղ չեմ գնում։ Սա իմ տունն է։ Եվ դա նրա տունն է։ Եվ նա հղի է բժշկի հրահանգով պետք է խուսափի սթրեսից։ Այնպես որ դու կգնաս, կամ ես կզանգեմ ոստիկանություն։ Մի երկար պահ Տիգրանը կանգնած էր այնտեղ, նայելով իր արջի 2 կանանց։ Անահիտը այնքան շատ զգացմունքներ տեսավ նրա դեմքով անցնող, որ չկարողացավ բոլորը նույնականացնել։ Զայրույթ, հիասթափություն, հուսահատություն, գուցե, միայն գուցե, մի փոքր անկեղծ զղջում։ Լավ, վերջապես ասաց նա։ Բայց սա չի ավարտվել, Անահիտ։ Մենք դեռ պետք է խոսենք։ Իսկապես։ Ամեն ինչի մասին։ Նա վերցրեց իր պայուսակը մի քանի հագուստ ու դուրս եկավ բնակարանից, դուռը շրխկացնելով ավելի ուժեղ, քան անհրաժեշտ էր։ Անահիտը զգաց, որ ոտքերը նորից թուլանում են, Լիլիթն օգնեց նրան նստել բազմոցին։ Խորը շունչ քաշիր։ Ամեն ինչ կարգին է։ Դու անվտանգ ես։ Բայց Անահիտն իրեն անվտանգ չէր զգում։ Նա զգում էր, կարծես իր ամբողջ կյանքը փլուզվել էր 24 ժամից էլ քիչ ժամանակում, նա այնտեղ էր, փլատակների մեջ, փորձելով պաշտպանել միակ բանը, որ դեռ իսկապես կարոր էր, իր դեռ չծնված որդու կյանքը։ Եվ մինչ նա նստած էր այնտեղ Լիլիթի հետ, անձրի ձայնը նորից սկսում էր թակել պատուհանները, Անահիտը գիտեր, որ հատել է մի անտեսանելի գիծ։ Հետդարձի ճանապարհ այլս չկար։ Ինչ էլ որ ապագան բերեր, մի բան հաստատ էր, նա կպայքարեր։ Իր բոլոր ուժերով, յուրաքանչյուր շնչով նա կպայքարեր, պաշտպանելու իր որդուն, բացահայտելու ճշմարտությունն այն մարդու մասին, որին կարծում էր, թե ճանաչում է, բայց որն այժմ լիովին անծանոթ էր թվում։ Լիլիթի բնակարանը գտնվում էր կենտրոնում, ժամանակակից շենքում, 24-ժամյա հսկիչով անվտանգության համակարգով, որը Անահիտին մի փոքր ավելի պաշտպանված էր զգալ տալիս։ Դա ընդարձակ տարածք էր, զարդարված այն մինիմալիստական ճաշակով, որը բնորոշ է նրանց, ովքեր չափազանց շատ են աշխատում, քիչ ժամանակ ունեն ավելորդ իրեր կուտակելու համար։ Անահիտը տեղավորվեց հյուրասենյակում, որն ուներ հարմարավետ մահճակալ պատուհան, որը նայում էր դեպի փոքրիկ ներքին այգի։ Հաջորդ 3 օրերի ընթացքում նա փորձեց որոշակի առօրյա հաստատել։ Ուշ էր արթնանում, դեռ ուժասպառ վերջին իրադարձությունների հուզական ֆիզիկական սթրեսից։ Լիլիթը վաղ էր գնում գրասենյակ, բայց ամեն անգամ, երբ հնարավոր էր, ճաշում էր տանը։
Գայանեն ամեն օր կեսօրից հետո գալիս էր, բերելով գրքեր, ամսագրեր, ուտելիքներ ամենակար օրը, իր մխիթարական ներկայությունը։ Տիգրանը անընդհատ զանգում էր։ Առաջին օրը Անահիտը դեռ պատասխանում էր որոշ զանգերի, բայց խոսակցությունները միշտ նույն օրինաչափությամբ էին ընթանում։ Նա խնդրում էր անձամբ խոսել, ասում էր, որ կարող է ամեն ինչ բացատրել, աղաչում էր, որ տուն վերադառնա։ Նա մերժում էր, հաստատակամ մնալով իր որոշման մեջ, հեռավորություն պահպանել, մինչ ավելի լավ հասկանա, թե ինչ է կատարվում։ Որոշ ժամանակ անց նա ընդհանրապես դադարեց պատասխանել, թողնելով, որ զանգերը գնան ձայնային փոստ։ Չորրորդ օրվա առավոտյան էր, որ ամեն ինչ նորից սկսեց փոխվել։ Անահիտը խոհանոցում սուրճ էր խմում, երբ Լիլիթը մտավ լուրջ արտահայտությամբ, ձեռքին մեծ ծրար։ «Սա քեզ համար է եկել գրասենյակ», ասաց նա, ծրարը դնելով սեղանին։ «Ուղարկվել է մի իրավաբանական գրասենյակից, որը չեմ ճանաչում»։ Անահիտը տագնապով նայեց ծրարին։ Նրա անունը ձեռագիր գրված էր առջում, առանց ուղարկողի հասցեի։ Դողացող ձեռքերով նա բացեց այն, հանեց պարունակությունը։ Փաստաթղթեր էին, բանկային քաղվածքներ, փոխանցումների անդորրագրեր, ձեռագիր նամակ։ Նամակը սկսվում էր պարզ. «Տիկին Անահիտ, կարծում եմ, դուք արժանի եք իմանալու ճշմարտությունը»։ Անահիտը լուր կարդաց, զգալով, թե ինչպես է արյունը սառչում իր երակներում յուրաքանչյուր տողի հետ։ Նամակը մեկից էր, որն իրեն ներկայացնում էր միայն որպես ձեր բարեկեցությամբ մտահոգված անձ, մանրամասնում էր մի շարք ֆինանսական գործարքներ, որոնք Տիգրանը կատարել էր վերջին 6 ամիսներին։ Դա ոչ միայն այն 50 միլիոն դրամն էր, որը նա խոստովանել էր, որ կորցրել է։ Դա շատ ավելին էր։ Շատ ավելի վատ։ Տիգրանը ներգրավվել էր խարդախ ներդրումային սխեմայի մեջ։ Նա հարուստ հաճախորդներին անհնարին եկամուտներ էր խոստանում, նոր ներդրողների գումարն օգտագործում էր հներին վճարելու համար, մինչդեռ մեծ մասը շեղում էր, իր սեփական ծախսերն ու խաղային պարտքերը ծածկելու համար։ Դասական ֆինանսական բուրգի սխեմա, որն անխուսափելիորեն կփլուզվեր։ Ներգրավված ընդհանուր գումարը կազմում էր գրեթե 400 միլիոն դրամ։ Եվ փաստաթղթերին կցված անուններ կային։ Անուններ, որոնք Անահիտը ճանաչեց։ Երանցի գործարարներ, որոշները նույնիսկ հայտնի մամուլին։ Մարդիկ, իշխանությամբ ռեսուրսներով, որոնք կարող էին Տիգրանին օրինակ դարձնել, եթե ցանկանային։ Աստված իմ, շնջաց Անահիտը, ձեռքերն այնքան էին դողում, որ քիչ մնաց թղթերը գցեր։ Լիլիթը վերցրեց փաստաթղթերը, սկսեց կարդալ, նրա իրավաբանի պրոֆեսիոնալ արտահայտությունը վերահսկողության տակ առնելով, մինչ վերլուծում էր տեղեկատվությունը։ Սա լուրջ է, Անահիտ։ Շատ լուրջ։ Եթե այս տեղեկությունները ճիշտ են, Տիգրանը ոչ միայն ֆինանսական խնդիրներ ունի։ Նա ներգրավված է պաշտոնեական հանցագործությունների մեջ, որոնք կարող են հանգեցնել տարիների ազատազրկման։ Անահիտը ձեռքերը դրեց փորին, զգալով, թե ինչպես է իր որդին շարժվում այնտեղ։ Ինչպես էր հասել այս կետին։ Ինչպես էր այն կյանքը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ այդքան խոստումնալից էր թվում, վերածվել այս մղձավանջի։ Ով կուղարկեր սա, հարցրեց նա։ Ինչո՞վ։ Կարող է լինել մեկը, ով ուզում է քեզ պաշտպանել։ Կամ կարող է լինել մեկը, ով ուզում է քեզ օգտագործել Տիգրանին հասնելու համար։ Ամեն դեպքում, մենք պետք է սա տանենք իշխանություններին։ Անահիտը կոկորդում հանգույց զգաց։ Իշխանություններին տանելը նշանակում էր ամեն ինչ պաշտոնական դարձնել։ Նշանակում էր, որ հետդարձի ճանապարհ այլս չէր լինի, որ իր ամուսնությունը փրկելու ցանկացած հնարավորություն ընդմիշտ կկործանվեր։ Բայց նա գիտեր, որ ընտրություն չուներ։ Ոչ իր որդու կյանքը վտանգի տակ դնելով։ Մի բան էլ կա, ասաց Լիլիթը, թերթելով վերջին էջը։ Նայիր սա։ Դա տպված լուսանկար էր, հատիկավոր, կարծես անվտանգության տեսախցիկից լիներ։ Այն ցույց էր տալիս Տիգրանին, որը հանդիպում էր մի տղամարդու, որին Անահիտը չճանաչեց, մի վայրում, որը կարծես ավտոկայանատեղի լիներ։ Անկյունի ամսաթիվը ցույց էր տալիս, որ այն արվել էր 3 շաբաթ առաջ։ Լուսանկարի տղամարդն ուներ ահաբեկող կեցվածք, նույնիսկ ցածր որակի պատկերի միջոցով Անահիտը կարող էր տեսնել, որ նա այն տեսակի մարդը չէր, ում հետ որևէ մեկը կցանկանար պարտքեր ունենալ։ Կարծում եմ, սա խաբված ներդրողներից մեկն է, վերլուծեց Լիլիթը։ Կամ ավելի վատ, մեկը, ումից Տիգրանը փող է պարտքով վերցրել, փորձելով փակել իր փորած փոսը։ Անահիտը վեր կացավ սեղանից, զգալով, որ խեղդվում է։ Նա քայլեց դեպի պատուհանը, նայելով ներքին այգուն, առանց իսկապես որևէ բան տեսնելու։
Միտքը արագացել էր, փորձում էր վերլուծել այդ բոլոր տեղեկությունները, փորձում էր հաշտեցնել այն մարդուն, որին սիրում էր, այն հանցագործի հետ, որին այս փաստաթղթերը նկարագրում էին։ Ես պետք է առերեսվեմ նրա հետ, վերջապես ասաց նա։ Պետք է նրա բերանից լսեմ, թե իրականում ինչ է կատարվում։ Անահիտ, չգիտեմ, դա լավ գաղափար է։ Գիտեմ, որ չէ։ Բայց պետք է դա անեմ։ Ինձ համար։ Մեր որդու համար։ Պետք է նրա աչքերի մեջ նայեմ, լսեմ ճշմարտությունը։ Լիլիթը հոգոց հանեց, իմանալով, որ երբ Անահիտը որոշում է կայացնում, դժվար է նրան ստիպել փոխել միտքը։ Ուրեմն անում ենք իմ ձով։ Հանդիպում ենք կազմակերպում հանրային վայրում, ես էլ եմ գալիս նստում մոտակա սեղանի մոտ։ Ցանկացած խնդրի նշանի դեպքում անմիջապես միջամտում եմ։ Անահիտը գլխով համաձայնեց։ Դա առավելագույն անվտանգությունն էր, որ կարող էր ստանալ, դեռ փորձելով պատասխաններ ստանալ։ Տիգրանին զանգին պատասխանեցին առաջին իսկ խողանջից, կարծես նա սպասում էր։ Անահիտ։ Փառք Աստծո։ Լավ ես։ Երեխան լավ է։ Պետք է խոսեմ քեզ հետ։ Այսօր կեսօրին, ժամը 3-ին, Սայաթ Նովայի պողոտայի ջազվե սրճարանում։ Անահիտ, կարող ենք տանը խոսել, առանձին։ Կամ սրճարանում, կամ չենք խոսում։ Դու ընտրիր։ Գծի մյուս կողմում դադար եղավ։ Անահիտը գրեթե կարող էր լսել Տիգրանի մտքերը, որոնք գնահատում էին տարբերակները, հաշվարկում ռիսկերը։ Լավ։ Ժամը 3-ին, ջազվե-ում։ Այնտեղ կլինեմ։ Երբ Անահիտն անջատեց, ձեռքերը նորից դողում էին։ Լիլիթը մոտեցավ, գրկեց նրան, պարզ, բայց մխիթարական ժեստ։ Ամեն ինչ լավ կլինի։ Դու ուժեղ ես։ Ավելի ուժեղ, քան պատկերացնում ես։ Մինչ ժամը 3-ը ժամանակն անցավ տագնապալի մշուշի մեջ։ Անահիտը 3 անգամ հագուստը փոխեց, մինչ որոշեց կրել մուգ կապույտ հղիների զգեստ թե բաճկոն։ Ուզում էր ուժեղ, վերահսկողության տակ թվալ, թե ներսում իրեն լիովին կոտրված էր զգում։ Ջազվեն հաճելի վայր էր, փայտե սեղանիկներով, որոնք սփռված էին բույսերի մեջ, բնական լույսով, որը ներս էր թափանցում մեծ պատուհաններից։ Օրվա այդ ժամին այնքան էլ մարդաշատ չէր, ընդամենը մի քանի հաճախորդ, որոնք աշխատում էին նոթբուքներով կամ մեղմ զրուցում։ Լիլիթն ընտրեց մի սեղան անկյունում, որտեղից կարող էր ամեն ինչ դիտել, իսկ Անահիտը նստեց մուտքի մոտ, որտեղից կարող էր տեսնել Տիգրանի գալը։ Նա հայտնվեց ճիշտ ժամը 3-ին։ Անահիտը քիչ մնաց չճանաչեր նրան։ Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում նա կարծես տարիներով ծերացել էր։ Աչքերի տակ խորը ստվերներ կային, մորուքը սափրված չէր, նրա սովորաբար անթերի հագուստը ճմրթված էր։ Նա տեսավ նրան, քայլեց դեպի սեղանը, նստելով նրա դիմաց հոգնած շարժումներով։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիր տեսնել ինձ, սկսեց նա, ձայնը խռպոտ։ Անահիտն անմիջապես չպատասխանեց։ Նա պարզապես ուսումնասիրում էր նրան, փնտրելով նրա դեմքի ծանոթ գծերում այն մարդու հետքը, որին սիրահարվել էր։ Այսօր մի քանի փաստաթուղթ եմ ստացել, վերջապես ասաց նա, ծրարը դնելով սեղանին նրանց միջ։ Փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ դու ինձ ճշմարտության միայն մի մասն ես պատմել։ Տիգրանը նայեց ծրարին, կարծես դա հարձակվելու պատրաստոց լիներ։ Նա այն չբացեց, բայց Անահիտը նրա աչքերում տեսավ, որ նա հստակ գիտի, թե ինչ կա այնտեղ։ Ո՞վ է քեզ ուղարկել սա։ Կարևոր չէ, թե ով է ուղարկել։ Կարևոր է, թե արդյոք դա ճիշտ է։ Դու ներգրավված ես խարդախության սխեմայի մեջ։ Գրեթե 400 միլիոն դրամ պարտք ես մարդկանց, որոնք կարող են քեզ վնասել։ Տիգրանը ձեռքերը տարավ դեմքի վրայով, մաքուր հուսահատության ժեստ։ Սկզբում փոքր էր, ասաց նա, ձայնը հազիվ լսելի շշուկից մի փոքր բարձր։ Ես պարզապես ուզում էի մեզ համար ավելի լավ կյանք ապահովել։ Քեզ երեխայի համար։ Ուզում էի, որ դու կարողանայիր դադարել աշխատել, եթե ցանկանայիր, ուզում էի, որ ֆինանսական անվտանգություն ունենայինք։ Այնպես որ, երբ ռիսկային ներդրումներ անելու հնարավորություն առաջացավ, մտածեցի, որ կարող եմ վերահսկել։ Բայց չկարողացար։ Ոչ։ Եվ երբ առաջին հաճախորդին կորցրի, խուճապի մատնվեցի։ Սխալը խոստովանելու փոխարեն, փորձեցի հետ բերել, ներդնելով մեկ այլ հաճախորդի գումարը։ Եվ հետո մյուսի։ Եվ մյուսի։ Մինչ որ դարձավ ձնագունդ, որն այլս չեմ կարողանում վերահսկել։
Անահիտը զգաց, որ արցունքները այրում են իր աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Ոչ այստեղ։ Ոչ նրա առաջ։ Իսկ ապահովագրական պայմանագրերը։ Դրանք ինչպես են տեղավորվում այս ամենի մեջ։ Տիգրանը հայացքը շեղեց, չկարողանալով ուղիղ նայել Անահիտին։ Դա պարտատերերից մեկի գաղափարն էր։ Նա ասաց, որ եթե քեզ հետ ինչ-որ բան պատահի, ապահովագրության գումարը կարող է ծածկել պարտքի մի մասը։ Դա ելք կլիներ։ Բառերն ընկան նրանց միջ, ինչպես լիճ նետված քարեր, ստեղծելով ալիքներ, որոնք ընդարձակվում էին սարսափի անհավատության ավելի ու ավելի մեծ շրջանակներով։ Ելք, կրկնեց Անահիտը, ձայնը սառը։ Դու ուզում ես ասել, որ ինչ-որ մեկն առաջարկել է, որ իմ մահը հարմար կլինի, դու ոչ միայն ընդունել ես գաղափարը, այլ 3 տարբեր պայմանագիր ես կնքել։ Այդպես չէր։ Ես երբեք քեզ չէի վնասի, Անահիտ։ Երբեք։ Պայմանագրերը պարզապես նախազգուշական միջոց էին, պարտատերերին ցույց տալու միջոց, որ ես փորձում եմ իրավիճակը լուծել։ Ցույց տալով, որ եթե ես մահանամ, հատկապես ռիսկային հղիության ընթացքում, դու կունենաս ավելի քան 250 միլիոն դրամ քո պարտքերը վճարելու համար։ Ոչ։ Անահիտ, դու պետք է ինձ լսես։ Բայց Անահիտն արդեն բավական լսել էր։ Նա վեր կացավ աթոռից, հենվելով սեղանին, փորի ծանրությունը հավասարակշռելու համար։ Ես քեզ սիրել եմ, Տիգրան։ Իսկապես սիրել եմ։ Լիովին վստահել եմ քեզ։ Եվ դու մեր ամուսնությունը, մեր համատեղ կյանքը վերածել ես խարդախության։ Դրանից էլ վատ, դու ինձ վտանգի տակ ես դրել։ Մեր որդուն ես վտանգի տակ դրել։ Անահիտ, խնդրում եմ, այդպես մի գնա։ Մենք կարող ենք սա միասին լուծել։ Այլս, մենք չկա, Տիգրան։ Ոչ սրանից հետո։ Նա սկսեց հեռանալ, բայց Տիգրանը վեր կացավ բռնեց նրա թից։ Ոչ ուժով, այլ հուսահատությամբ։ Սպասիր։ Միայն մի բան էլ։ Դու պետք է իմանաս, որ մարդիկ ինձ փնտրում են։ Վտանգավոր մարդիկ, որոնք չեն հանձնվի, մինչ իրենց գումարը չստանան։ Եթե նրանք իմանան քո երեխայի մասին, կարող են փորձել ձեզ օգտագործել ինձ հասնելու համար։ Դու պետք է զգույշ լինես։ Անահիտը հետ քաշեց թ, զգալով, թե ինչպես է սարսուռն անցնում իր մարմնով։ Եվ դու դա ինձ հիմա։ Ես ասում։ Այս ամենից հետո ես փորձում էի քեզ պաշտպանել։ Մտածում էի, որ եթե դու ոչինչ չիմանաս, անվտանգ կլինես։ Դու ինձ չէիր փորձում պաշտպանել, Տիգրան։ Դու քեզ էիր փորձում պաշտպանել։ Եվ հիմա արդեն ուշ է։ Անահիտը քայլեց դեպի ելքը, զգալով ոտքերի դողը, բայց ստիպելով իրեն պահպանել հանգստությունը։ Լիլիթն արագ վճարեց իր հաշիվը հետեց նրան, պաշտպանողաբար ձեռքը գցելով ընկերուհու ուսերին, հենց որ դուրս եկան սրճարանից։ Ամեն ինչ լսեցի, ասաց Լիլիթը, մինչ նրանք արագ քայլում էին դեպի մեքենան։ Ուղիղ գնում ենք ոստիկանություն։ Սա արդեն բոլոր սահմաններն անցել է։ Բայց մինչ նրանք կհասնեին մեքենային, Անահիտը մի տարօրինակ բան զգաց։ Սուր ցավ, որը խոցեց նրա փորը, ստիպելով նրան կռանալ։ Նա զարմանքի ցավի տնքոց արձակեց։ Անահիտ։ Ինչ եղավ, Լիլիթը բռնեց նրան, թույլ չտալով ընկնել։ Չգիտեմ։ Ուժեղ ցավ է։ Շատ ուժեղ։ Մեկ այլ կծկում եկավ, առաջինից ավելի ուժեղ։ Անահիտը զգաց, որ ոտքերը թուլանում են, տաք հեղուկ է հոսում ազդրերով։ Նրա հայացքը հանդիպեց Լիլիթի հայացքին, երկուսն էլ միաժամանակ հասկացան։ Աստված իմ, ջրերդ եկան, ասաց Լիլիթը, արդեն հեռախոսը վերցնելով շտապ օգնություն կանչելու համար։ Ամեն ինչ լավ կլինի, Անահիտ։ Խորը շնչիր։ Շտապ օգնությունն արդեն գալիս է։ Անահիտը փորձեց շնչել, բայց խուճապը տիրում էր իրեն։ Չափազանց շուտ էր։ Դեռ 4 շաբաթ կար մինչ ծննդաբերության սպասվող ամսաթիվը։ Իր երեխան դեռ պատրաստ չէր։ Տիգրանը վազելով դուրս եկավ սրճարանից, հասկանալով, թե ինչ է կատարվում։ Անահիտ։ Թույլ տուր օգնեմ։ Դու հեռու մնա նրանից, գոռաց Լիլիթը, կանգնելով նրանց միջ։ Դու արդեն բավական վնաս ես տվել։ Շտապ օգնությունը ռեկորդային ժամանակում հասավ, 10 րոպե, որը հավերժություն թվաց։ Անահիտին դրեցին պատգարակի վրա, Լիլիթը բռնաց նրա ձեռքը քաջալերական խոսքեր մրմնջալով։
Տիգրանը փորձեց մտնել շտապօգնության մեքենա, բայց Լիլիթը բուժաշխատողները խանգարեցին նրան։ Միայն թույլատրված ուղեկցողները, ասաց նրանցից մեկը հաստատակամ։ Ես նրա ամուսինն եմ։ Եվ նա քեզ այնտեղ չի ուզում, հակադարձեց Լիլիթը։ Ես նրա հետ կգնամ։ Ճանապարհին դեպի Էրեբունի բժշկական կենտրոն, նույն այնտեղ, որտեղ Անահիտը օրեր առաջ էր եղել, գծկումներն ավելի հաճախակի ուժեղ դարձան։ Անահիտը սեղմում էր Լիլիթի ձեռքը, փորձելով կենտրոնանալ շնչելու, հանգստություն պահպանելու, լիակատար խուճապի չմատնվելու վրա։ Դու ուժեղ ես, կրկնում էր Լիլիթը մանտրայի պես։ Դու քո երեխան լավ կլինեք։ Դու ուժեղ ես։ Երբ հասան հիվանդանոց, Անահիտին արագ տեղափոխեցին ծննդատուն։ Բժիշկ Մանուկյանը հերթապահում էր անմիջապես ստանձնեց գործը։ Արագ զննումից հետո նա բացատրեց, որ ծննդաբերությունը սկսվել է թե վաղաժամ է, երեխան լավ շանսեր ունի, եթե ամեն ինչ լավ ընթանա։ Բայց դուք պետք է հանգստանաք, Անահիտ, ասաց նա, ձայնը հաստատակամ, բայց մխիթարական։ Սթրեսն ամեն ինչ արագացնում է։ Պետք է, որ խորը շնչեք, վստահեք ինձ։ Մենք կհոգանք ձեր երեխայի մասին։ Հաջորդ ժամերը ցավի, վախի, վճռականության մշուշ էին։ Անահիտը գարչել էր։ Եթե դու պատրաստ ես, ասաց, որ իրեն պատասխանատու է զգում ավելի շուտ չխոսելու համար։ Իհարկե։ Բեր նրան այստեղ։ Ես ուզում եմ անձամբ ծանոթանալ նրա հետ։ Անուշը հայտնվեց հաջորդ օրը, մոտ 30 տարեկան մի կին, բարի աչքերով ամաչկոտ կեցվածքով։ Նա նյարդայնացած սեղմում էր իր պայուսակը, մինչ մտնում էր սենյակ, որտեղ Անահիտը սպասում էր։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք տեսնել ինձ, սկսեց Անուշը, ձայնը թեթակի դողալով։ Գիտեմ, որ արդարացում չունեմ այդքան ուշ գործելու համար։ Անահիտը վեր կացավ, ի զարմանս Անուշի, գրկեց նրան։ Դու փրկեցիր իմ կյանքը, ասաց Անահիտը, արցունքները վերջապես ազատ հոսելով։ Փրկեցիր իմ որդու կյանքը։ Ինչպես կարող էի քեզնից բարկանալ։ Երկու կանայք միասին լաց եղան, միավորված մի փորձառությամբ, որը նրանցից ոչ մեկը չէր ընտրել, բայց որը նրանց ընդմիշտ կապել էր։ Անուշը պատմեց մանրամասներ, որոնք Անահիտը չգիտեր, թե ինչպես էր Տիգրանը փոխվել ամիսների ընթացքում, դառնալով գնալով ավելի հուսահատ, ավելի անտրամաբանական։ Ինչպես էր նա ժամերով հեռախոսով խոսում մարդկանց հետ, որոնք ակնհայտորեն սպառնում էին նրան։ Ինչպես էր նա մեկից ավելի անգամ տեսել նրան մենակ լաց լինելիս իր գրասենյակում։ Նա սկզբում վատ մարդ չէր, ասաց Անուշը։ Կարծում եմ, նա պարզապես սխալ ընտրություններ կատարեց, հետո չիմացավ, թե ինչպես հետ դառնա։ Եվ որքան ավելի խորն էր փորում, այնքան ավելի անհնար էր դառնում դուրս գալը։ Անահիտը գիտեր, որ Անուշը ճիշտ է։ Տիգրանը հրեշ չէր։ Նա թույլ մարդ էր, որը սարսափելի որոշումներ էր կայացրել, այժմ կվճարեր դրանց գինը։ Բայց դա չէր փոխում այն փաստը, որ նրա գործողությունները կործանել էին իրենց ընտանիքը, վտանգի տակ դրել իր կնոջն ու որդուն, վիրավորել անթիվ մարդկանց ճանապարհին։ Հաջորդ օրերին Անահիտը սկսեց վերականգնել իր կյանքը, կտոր առ կտոր։ Լիլիթի առաջարկած իրավաբանը սկսեց պաշտոնական բաժանության գործընթացը։ Դա արագ կամ հեշտ չէր լինի, բայց անհրաժեշտ էր։ Անահիտը պետք է իրավականորեն պաշտպաներ իրեն Դավթին Տիգրանի պարտքերի հանցագործությունների հետ կապված ցանկացած ապագա բարդությունից։ Դավիթը, իր հերթին, շարունակում էր օրեցօր լավանալ։ 2 շաբաթ նորածնային վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո նրան վերջապես թույլ տվեցին տուն գնալ։ Անահիտը երբեք չէր մոռանա այն պահը, երբ բուժքույր Նարինեն Դավթին առաջին անգամ դրեց իր գիրկը, առանց այդ բոլոր լարերի մոնիտորների, պարզապես իր երեխան, փոքրիկ, բայց ուժեղ, նայում էր իրեն այն մուգ աչքերով, որոնք կարծես ուղիղ իր հոգու մեջ էին նայում։ Նա պայքարող է, ասաց Նարինեն ժպիտով։ Ինչպես իր մայրը։ Սոնան պատրաստել էր Անահիտի բնակարանը երեխայի ժամանման համար։ Նա մաքրել էր յուրաքանչյուր անկյուն, վերադասավորել էր այն սենյակը, որը Անահիտը սկսել էր կահավորել ամիսներ առաջ, սառնարանը լցրել էր տնական ուտելիքով։ Երբ Անահիտն առաջին անգամ մտավ իր բնակարան, Դավթին գրկած, նա հակասական զգացմունքների ալիք զգաց։ Այդ վայրն այնքան շատ հիշողություններ ուներ, լավ-վատ։ Այնտեղ նա երջանիկ էր եղել Տիգրանի հետ առաջին տարիներին։ Այնտեղ նրանք պլանավորել էին իրենց ապագան միասին։ Բայց դա նա այնտեղ էր, որտեղ նա բացահայտել էր նրա ստերը, որտեղ գտել էր ապահովագրական պայմանագրերը, որտեղ առաջին անգամ վախ էր զգացել իր սիրելի մարդուց։
Կարող ենք այլ բնակարան փնտրել, եթե ուզում ես, առաջարկեց Սոնան, նկատելով դստեր դեմքի կոնֆլիկտը։ Լիովին 0-ից սկսել։ Անահիտը շուրջը նայեց, այն պատերին, որոնք ինքն էր ներկել, այն կահույքին, որն այդքան խնամքով էր ընտրել, պատշգամբի փոքրիկ այգուն, որը սիրով էր մշակում։ Եվ հետո նայեց Դավթին, որը հանգիստ քնած էր իր գրկում։ Ոչ, ասաց նա վճռականությամբ։ Սա մեր տունն է։ Թույլ չեմ տա, որ Տիգրանի գործողություններն ինձնից սա էլ խլեն։ Մենք այստեղ նոր հիշողություններ կստեղծենք։ Լավ հիշողություններ, լի սիրով ճշմարտությամբ։ Եվ հենց դա էլ նա արեց։ Հաջորդ շաբաթների ընթացքում Անահիտը սկսեց վերափոխել այդ տարածքը։ Նա վերանորոգեց այն սենյակը, որը իրենն ու Տիգրանինն էր եղել, դարձնելով այն իր անձնական սրբավայրը։ Պատերին նոր լուսանկարներ դրեց, Դավթի, իր մոր, իր ընկերուհիների, երջանիկ պահերի, որոնք վարակված չէին ստերով։ Նա փոքրիկ գրասենյակը, որտեղ Տիգրանը սովորաբար աշխատում էր, վերածեց հարմարավետ ընթերցասրահի, հարմարավետ բազկաթոռով գրքերով լի դարակներով։ Գայանեն Լիլիթը մշտական ներկայություն էին, օգնելով Դավթի հետ, ընթրիք բերելով, երբ Անահիտը չափազանց հոգնած էր եփելու համար, պարզապես այնտեղ լինելով, երբ նա ընկերակցության կարիք ուներ։ Տիկին Սիրանուշը, Հարանուհին, որն առաջինն էր օգնության հասել, դարձավ Դավթի պատվավոր տատիկը, միշտ պատրաստ չպահանջված, բայց բարի մտադրություններով խորհուրդներով երեխաների խնամքի մասին։ Դավթի ծնունդից 3 ամիս անց Անահիտը նամակ ստացավ։ Տիգրանից էր, գրված բանտից, որտեղ սպասում էր դատավարությանը։ Նա երկար ժամանակ պահեց ծրարը, մինչ վերջապես բացեց այն, սիրտը արագացած, չիմանալով ինչ սպասել։ Նամակը սկսվում էր ներողության խնդրանքով։ Էջեր ու էջեր ներողություններ, բացատրություններ, արդարացումներ։ Տիգրանը պատմում էր, թե ինչպես էր ամեն ինչ սկսվել, ինչպես էր նա տարվել հավակնոտությամբ վախով։ Ինչպես էր յուրաքանչյուր սուտը հանգեցնում ավելի մեծի։ Ինչպես էր նա ամաչում զղջում այն ամենի համար, ինչ արել էր։ Բայց նամակի վերջն էր, որ իսկապես հուզեց Անահիտին։ Տիգրանը գրում էր Դավթի մասին, թե ինչպես էր տեսել մի լուսանկար, որը նրա իրավաբանն էր ցույց տվել, արված Սոնայի կողմից, երբ Դավիթը 1 ամսական էր։ Նա գրում էր, թե ինչպես էր ցավում, իմանալով, որ իր որդին մեծանում է առանց իրեն, բայց որ նա հասկանում է, որ դա իր սեփական գործողությունների հետանքն է։ Նա ներողություն չէր խնդրում, որովհետև ասում էր, որ արժանի չէ։ Պարզապես խնդրում էր, որ մի օր, երբ Դավիթը բավականաչափ մեծ լինի հասկանալու համար, Անահիտը նրան պատմի, որ իր հայրը սիրում է նրան, թե թույլ թերի մարդ է եղել։ Անահիտը նամակը 3 անգամ կարդաց, արցունքները լուռ հոսում էին դեմքով։ Երբ ավարտեց, նա այն զգուշորեն ծալեց դրեց հատուկ տուփի մեջ, անցյալի այլ հիշողությունների հետ, որոնք պատրաստ չէր դեն նետել, բայց նա չէր ուզում անընդհատ տեսադաշտում ունենալ։ Նա նամակին չպատասխանեց։ Դեռ ոչ։ Գուցե մի օր, երբ վերքերն ավելի քիչ ցավոտ լինեն, երբ նա կարողանա մտածել Տիգրանի մասին, առանց զգալու զայրույթի, տխրության դավաճանության այդ բարդ խառնուրդը։ Բայց ոչ հիմա։ Հիմա նա պետք է կենտրոնանար Դավթի իր վրա։ Տիգրանի դատավարությունը տեղի ունեցավ 6 ամիս անց։ Անահիտը չգնաց։ Լիլիթը ներկայացնում էր նրա շահերը, երաշխավորելով, որ նա որևէ կերպ պատասխանատվության չենթարկվի նրա գործողությունների համար։ Տիգրանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, խարդախության, կազմակերպված խմբի ստեղծման ունեցվածքի թաքցման փորձի համար։ Նա կարող էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել 3 տարի անց, եթե լավ վարկ դրսևորեր։ Երբ Անահիտը ստացավ դատավճռի լուրը, նա չզգաց այն վրեժխնդիր բավարարվածությունը, որը կարծում էր, թե կզգա։ Փոխարենը, նա զգաց միայն խորը տխրություն թեթացում, որ այդ գլուխը վերջապես փակված է։ Նա կարող էր այժմ առաջ շարժվել, առանց անընդհատ հետ նայելու, առանց մտածելու, թե երբ կհայտնվի հաջորդ խնդիրը։ Լիլիթի ձեռքից, կարծես դա խարիսխ լիներ, որը նրան կապում էր իրականությանը։ Գայանեն վազելով եկավ, իր հետ բերելով Անահիտի մորը, Սոնային, որը Գյումրիից առաջին իսկ ավտոբուսով եկել էր, զանգը ստանալուն պես։ Սոնան մտավ ծննդասենյակ մայրական սիրո փոթորկի պես, բռնելով Անահիտի մյուս ձեռքը աղոթքներ ու քաջալերական խոսքեր մրմնջալով։ Իմ ուժեղ աղջիկ, ասում էր նա։ Դու կարող ես։ Դու միշտ ուժեղ ես եղել։ Դրսում, սպասասրահում, Տիգրանը հայտնվեց։ Նա փորձեց մտնել, բայց բուժքույր Նարինեն, որը ճանաչեց Անահիտին, հիշում էր վերջին հոսպիտալացման տարօրինակ դեպքերը, հաստատակամորեն արգելեց նրա մուտքը։ Հիվանդը խնդրել է, որ ձեզ թույլ չտան ներս մտնել, ասաց նա, կեցվածքը պրոֆեսիոնալ, բայց անզիջում։
Տիգրանը փորձեց վիճել, բայց Նարինեն չզիջեց։ Նրա կեցվածքում նրա Տիգրանի ծննդասենյակի դռան մեջ կանգնելու ձում ինչ-որ բան կար, որը հստակ ցույց էր տալիս, որ նա թույլ չի տա, որ որևէ բան սպառնա իր հիվանդի անվտանգությանը։ Ներսում Անահիտը պայքարում էր յուրաքանչյուր կծկման, յուրաքանչյուր շնչի, յուրաքանչյուր ձգձգվող վայրկյանի հետ։ Եվ հետո ժամեր անց, որոնք օրեր թվացին, նա լսեց աշխարհի ամենագեղեցիկ ձայնը։ Իր երեխայի լացը։ Տղա է, հայտարարեց բժիշկ Մանուկյանը, բարձրացնելով պտղաջրով արյունով պատված, բայց կատարյալ ձավորված բավականաչափ ուժեղ թոքերով փոքրիկ էակին, որը հստակ ցույց տվեց, որ կենդանի է պայքարող։ Անահիտը արցունքների մեջ խորտակվեց, թեթացման, ուրախության լիակատար ուժասպառության խառնուրդ։ Երեխային մի քանի թանկարժեք վայրկյանով դրեցին նրա կրծքին, մինչ նորածնային գնահատման տանելը, բայց այդ վայրկյանները բավական էին, որ Անահիտը զգա, որ ամեն ինչ արժեր։ Նա մի փոքր է, բայց ուժեղ է, բացատրեց բժիշկ Մանուկյանը, մինչ թիմն աշխատում էր։ Մի քանի օր կպահենք նրան նորածնային վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ, բայց բոլոր նշանները դրական են։ Սոնան Լիլիթը գրկախառնվեցին, լաց լինելով թեթացումից ուրախությունից։ Գայանեն, որը մնացել էր սպասասրահում, վազելով մտավ, հենց որ թույլ տվեցին, արցունքները հոսում էին դեմքով։ Դու կարողացար։ Անահիտ, դու կարողացար։ Բայց մինչ Անահիտին տեղափոխում էին վերականգնողական սենյակ, նրա միտքը ոչ միայն իր որդուն աշխարհ բերելու ուրախության մեջ էր։ Այն իրականության մեջ էր, որը սպասում էր նրան այդ հիվանդանոցային պատերից դուրս։ Մի իրականություն, լի անորոշություններով, վտանգներով, դժվար որոշումներով, որոնք նա պետք է կայացներ։ Այդ գիշեր, մինչ հանգստանում էր հիվանդանոցային մահճակալին, թույլտվություն ստանալով կարճ ժամանակով այցելել իր որդուն նորածնային վերակենդանացման բաժանմունքում, Անահիտը մի քանի որոշում կայացրեց։ Որոշումներ, որոնք ընդմիշտ կփոխեին իր կյանքի ընթացքը։ Հաջորդ առավոտ նա բաժանության դիմում կներկայացներ։ Բոլոր ստացած փաստաթղթերը կհանձներ իրավասու մարմիններին։ Եվ կսկսեր նոր կյանք կառուցել իր որդու համար, մի կյանք հեռու ստերից, վտանգներից, այն մարդուց, որին կարծում էր, թե ճանաչում է, բայց որը լիովին անծանոթ էր դարձել։ Նա նայեց իր մահճակալի կողքի դատարկ օրորոցին, որտեղ իր որդին պետք է լիներ, եթե հատուկ խնամքի կարիք չունենար, լուր խոստում տվեց։ Ես քեզ կպաշտպանեմ, շշնջաց նա դատարկությանը։ Ինչ էլ պատահի, ով էլ փորձի մեզ վնասել, ես քեզ կպաշտպանեմ։ Դու կմեծանաս անվտանգ միջավայրում, իսկական սիրով, առանց տերի, առանց վախի։ Ես խոստանում եմ։ Եվ այդ գիշեր, շաբաթների մեջ առաջին անգամ, Անահիտը խորը քնեց։ Ոչ թե որովհետև իր խնդիրներն անհետացել էին, այլ որովհետև նա վերջապես գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա գտել էր իր ուժը, ոչ միայն որպես կին, այլ որպես մայր։ Եվ այդ ուժն ավելի հզոր էր, քան ցանկացած վախ, ցանկացած սպառնալիք, ցանկացած խոչընդոտ, որ ճակատագիրը կարող էր դնել իր ճանապարհին։ Հիվանդանոցից դուրս Տիգրանը մնաց նստած իր մեքենայում կայանատեղիում, դիտում էր լուսավորված պատուհանները, իմանալով, որ այնտեղ իր ընտանիքն է, բայց զգալով իրեն նրանցից ավելի հեռու, քան երբևէ։ Նա վերցրեց հեռախոսը, նայեց իր պարտատերերի անպատասխան հաղորդագրություններին, յուրաքանչյուրը նախորդից ավելի սպառնալից։ Նա կորցրել էր ամեն ինչ։ Իր ամուսնությունը, իր սիրելի կնոջ վստահությունը, իր որդու համար ներկա հայր լինելու հնարավորությունը։ Եվ հիմա, նստած այնտեղ մթության մեջ, նա վերջապես սկսում էր հասկանալ իր ընտրությունների իրական գինը։ Դա միայն փող չէր։ Դա դրանից շատ ավելի թանկ էր։ Դա սեր էր, ընտանիք, ապագա։ Բայց արդյոք ուշ էր շտկելու համար։ Սա այն հարցն էր, որն արձագանքում էր նրա մտքում, մինչ նա գործի գցեց մեքենան, հեռացավ հիվանդանոցից, անհետանալով երանյան գիշերվա մեջ, հետում թողնելով միակ բաները, որոնք իսկապես կարևոր էին իր կյանքում։ Արի առաջին ճառագայթները ներս էին թափանցում Էրեբունի բժշկական կենտրոնի պատուհանից, մեղմորեն լուսավորելով այն սենյակը, որտեղ Անահիտն անցկացրել էր մեկ գիշեր։ 5 օր էր անցել Դավթի ծնունդից, անուն, որը նա ընտրել էր, քանի որ նշանակում էր սիրելի, յուրաքանչյուր օր բերում էր փոքրիկ հաղթանակներ, նոր մարտահրավերներ։ Երեխան մնում էր նորածնային վերակենդանացման բաժանմունքում, բայց բժիշկները լավատես էին։ Նա քաշ էր հավաքում, գնալով ավելի լավ էր շնչում, ինքնուրույն ցուցաբերում էր այն համառությունը, որը Անահիտը ճանաչում էր որպես իրենը։ Նա վերջին օրերին առօրյա էր հաստատել։
Վաղ էր արթնանում, արագ սուրճ էր խմում, ժամանակի մեծ մասն անցկացնում էր Դավթի ինկուբատորի կողքին, խոսելով նրա հետ, բացվածքներից դիպչելով նրա նուրբ մաշկին, մեղմորեն երգելով այն երգերը, որոնք իր մայրն էր երգում իր համար, երբ երեխա էր։ Բժիշկներն ասում էին, որ մոր ձայնը հիմնարար է վաղաժամ ծնված երեխաների վերականգնման համար, Անահիտը կառչել էր դրանից, կարծես դա իր սուրբ առաքելությունը լիներ։ Լիլիթը դարձել էր նրա պաշտպանող ստվերը, ժամանակը բաժանելով գրասենյակի հիվանդանոցի միջ, բերելով արտաքին աշխարհի նորություններ, որոնց Անահիտը դեռ լիովին պատրաստ չէր դիմակայելու։ Գայանեն ամեն օր աշխատանքից հետո գալիս էր, միշտ ինչ-որ անակնկալով, նոր գիրք, հատուկ ուտեստ, կամ պարզապես իր ուրախ մխիթարական ներկայությունը։ Իսկ Սոնան, նրա մայրը, գործնականում տեղափոխվել էր Երան, հաստատվելով Լիլիթի բնակարանում, ստանձնելով իր դստեր Թորան կատաղի պահապանի դերը։ Տիգրանը այդ առաջին օրվանից հիվանդանոց չէր վերադարձել։ Անահիտը Լիլիթի միջոցով գիտեր, որ նա բազմիցս փորձել է զանգել, բայց նա պատրաստ չէր խոսելու նրա հետ։ Դեռ ոչ։ Գուցե երբեք։ Վերքերը չափազանց խորն էին, դավաճանությունը չափազանց մեծ, որպեսզի պարզապես մոռացվեն կամ ներվեն դատարկ խոսքերով։ Այդ 6-րդ օրվա առավոտյան, մինչ Անահիտը դիտում էր Դավթի հանգիստ քունը իր ինկուբատորում, մի բուժքույր մտավ սենյակ լուրջ արտահայտությամբ։ Անահիտ, ոստիկանության 2 քննիչ կա, որոնք կցանկանային խոսել ձեզ հետ։ Ասացին, որ դա ընթացիկ հետաքննության վերաբերյալ է։ Անահիտի սիրտը արագացավ։ Նա գիտեր, որ այս պահը վաղ թե ուշ կգար։ Լիլիթը 3 օր առաջ իշխանություններին էր հանձնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք անանուն ստացել էին, այդ ժամանակվանից Անահիտը անհամբեր սպասում էր ինչ-որ պատասխանի։ Կարող եք ներս հրավիրել, ասաց նա, տեղավորվելով ինկուբատորի կողքի։ Աթոռին։ Ներս մտած 2 քննիչները պրոֆեսիոնալ էին, բայց ոչ ահաբեկող։ Մոտ 40 տարեկան մի կին, կարճ մազերով խելացի հայացքով, որը ներկայացավ որպես քննիչ Աննա Պետրոսյան, մի ավելի տարիքով տղամարդ, ակնոցներով հանգիստ կեցվածքով, քննիչ Լոն Հակոբյանը։ Երկուսն էլ ցույց տվեցին իրենց վկայականները նստելու թույլտվություն խնդրեցին։ Տիկին Անահիտ, շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեզ, սկսեց Աննան, ձայնը մեղմ, բայց հաստատակամ։ Գիտենք, որ սա նուրբ պահ է, ձեր երեխան վերականգնվում է, բայց մենք պետք է մի քանի հարց տանք ձեր ամուսնու, Տիգրան Մելիքյանի մասին։ Անահիտը գլխով արեց, մտովի պատրաստվելով այն ամենին, ինչ սպասվում էր։ Կարող եք հարցնել։ Լոնը բացեց մի թղթապանակ, հանեց մի քանի փաստաթուղթ, որոնք Անահիտն անմիջապես ճանաչեց։ Դրանք նույն այն թղթերի պատճեններն էին, որոնք նա անանուն ստացել էր։ Այս փաստաթղթերը մեզ հանձնել է ձեր իրավաբանը, տիկին Լիլիթ Ֆերնանդեսը։ Դրանք ցույց են տալիս ֆինանսական խարդախության սխեմայի ապացույցներ, որոնցում ներգրավված են ձեր ամուսինը, հնարավոր է, այլ անձինք։ Դուք տեղյակ էիք այս գործունեությունից։ Ոչ, պատասխանեց Անահիտը հաստատակամ։ Ամեն ինչ բացահայտեցի 1 շաբաթ առաջ։ Տիգրանն ինձ ասել էր, որ ֆինանսական խնդիրներ ունի, բայց միայն վերջերս բացահայտեցի նրա արածի իրական մասշտաբը։ Իսկ ձեր անունով ապահովագրական պայմանագրերը։ Դուք թույլատրել եք դրանց կնքումը։ Անահիտը կոկորդում հանգույց զգաց, բայց ձայնը հաստատակամ պահեց։ Ոչ։ Պատահաբար եմ բացահայտել։ Նա երբեք ինձ հետ չի խորհրդակցել այդ մասին։ Աննան իմաստալից հայացք փոխանակեց Լոնի հետ, շարունակելուց առաջ։ Անահիտ, պետք է ձեզ հետ ուղիղ լինեմ։ Հիմնվելով մեր ունեցած ապացույցների որոշ հավաքած ցուցմունքների վրա, պատճառներ կան հավատալու, որ դուք կարող էիք վտանգի տակ լինել։ Ապահովագրական պայմանագրերը, զուգորդված Տիգրանի պարտքերի նրա պարտատերերի ճնշման հետ, ստեղծում են անհանգստացնող սցենար։ Բառերը հարվածի պես էին Անահիտի ստամոքսին, թե նա արդեն ինչ-որ մակարդակով կասկածում էր դա։ Կարծում եք, նա կարող էր փորձել ինձ վնասել։ Իսկապես։ Լոնը առաջ թեքվեց, նրա արտահայտությունը լուրջ, բայց կարեկցող։ Մենք կոնկրետ ապացույցներ չունենք, որ նա ձեր դեմ ինչ-որ բան էր պլանավորում։ Բայց ունենք ապացույցներ, որ նա ծայրահեղ ճնշման տակ էր վտանգավոր մարդկանց կողմից։ Եվ այդպիսի իրավիճակներում մարդիկ երբեմն հուսահատ ընտրություններ են կատարում։ Անահիտը նայեց Դավթին, որը հանգիստ քնած էր, անտեղյակ այդ ամբողջ սարսափից։ Ինչ է լինելու հիմա։ Մենք Տիգրանի դեմ կանխարգելիչ կալանքի որոշում ենք կայացնում, բացատրեց Աննան։ Նրա կատարած հանցագործությունները լուրջ են, փախուստի ռիսկ կա։ Նա կհետաքննենք սխեմայի բոլոր ներգրավվածներին։
Բայց մեզ ձեր համագործակցությունն է պետք։ Ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որ կարող եք ունենալ, ցանկացած փաստաթուղթ, ցանկացած խոսակցություն, որ հիշում եք, կարող է վճռորոշ լինել։ Անահիտը հաջորդ ժամը պատմեց այն ամենը, ինչ գիտեր, այն ամենը, ինչ նկատել էր վերջին ամիսներին։ Տարօրինակ հեռախոսազանգերը, վարքի փոփոխությունները, հիվանդանոց այցելությունները, թղթերը, որոնք նա պնդում էր, որ ստորագրի։ Աննան Լոնը մանրակրկիտ գրի էին առնում ամեն ինչ, կոնկրետ հարցեր տալիս, մանրամասներ պարզաբանում։ Երբ վերջապես ավարտեցին, Անահիտն իրեն ուժասպառ էր զգում, կարծես միանգամից վերապրել էր ամբողջ մղձավանջը։ Մի վերջին բան, ասաց Աննան գնալուց առաջ։ Դուք նշեցիք, որ այս փաստաթղթերն Անանուն եք ստացել։ Գաղափար ունեք, թե ով կարող էր ուղարկել։ Անահիտը գլուխը թափահարեց։ Գաղափար չունեմ։ Մտածում էի, գուցե նրա խաբածներից մեկն է, որը փորձում է վրեժ լուծել։ Կամ մեկը, ով փորձում է ձեզ պաշտպանել, առաջարկեց Լոնը։ Ամեն դեպքում, եթե որևէ այլ Անանուն հաղորդագրություն ստանաք, անմիջապես տեղյակ պահեք մեզ։ Քննիչների գնալուց հետո Անահիտը նորից մենակ մնաց Դավթի հետ։ Նա ձեռքը դրեց ինկուբատորի ապակուն, դիտելով իր որդու փոքրիկ կրծքավանդակի անընդհատ հանգստացնող ռիթմով բարձրանալ իջնելը։ Ավարտվում է, շշնջաց նա նրան։ Այս ամբողջ մղձավանջն ավարտվում է, սիրելիս։ Շուտով տուն կգնանք, նոր կյանք կսկսենք, միայն ես ու դու։ Բայց բառերն ավելի վստահ էին հնչում, քան նա իրականում զգում էր։ Որովհետև Անահիտը գիտեր, որ նույնիսկ Տիգրանի ձերբակալությամբ, նույնիսկ ամբողջ ճշմարտության բացահայտմամբ, այն սպիները, որոնք այդ փորձառությունը թողել էր իր վրա, երկար ժամանակ կպահանջեին բուժվելու համար։ 2 օր անց լուրը հասավ։ Տիգրանը ձերբակալվել էր Վրաստան թռչող ինքնաթիռ նստելու փորձի ժամանակ։ Նա կեղծ փաստաթղթերով էր կանխիկ գումարով լի ճամպրուկով, ակնհայտորեն փորձելով փախչել երկրից, մինչ կալանքի որոշումը կկատարվեր։ Լուրը տարածվեց տեղական լրատվամիջոցներով։ Երանցի ֆինանսական խորհրդատուն ձերբակալվել է միլիոնավոր դրամների խարդախության սխեմայի համար։ Անահիտը լուրը կարդաց հեռախոսով, զգալով զգացմունքների բարդ խառնուրդ։ Թեթացում, որովհետև նա այլս ուղղակի սպառնալիք չէր ներկայացնում։ Տխրություն այն ամենի համար, ինչ կարող էր լինել, երբեք չի լինի։ Զայրույթ բոլոր ստերի, բոլոր մանիպուլյացիաների համար։ Եվ զարմանալիորեն մի փոքր խղճահարություն այն մարդու հանդեպ, որին սիրել էր, որն այժմ կկրեր իր ընտրությունների հետանքները։ Լիլիթն այդ կեսօրին հիվանդանոց եկավ ավելի շատ նորություններով։ Հետաքննությունները արագ են առաջ գնում։ Ավելի շատ բաներ են բացահայտել։ Տիգրանը ոչ միայն հաճախորդներին էր խաբում։ Նա աշխատում էր այլ մարդկանց հետ, կազմակերպված խմբի, որը նմանատիպ սխեմաներ էր իրականացնում Երանում այլ մարզերում։ Նա ընդամենը մի խաղաքար էր շատ ավելի մեծ բանի մեջ։ Անահիտը փակեց աչքերը, վերլուծելով տեղեկատվությունը։ Որքան ժամանակ նա բանտում կմնա։ Եթե դատապարտվի այն ամենի համար, ինչ հետաքննում են։ Հավանաբար 5-ից 10 տարի։ Գուցե ավելի։ Այդ բառերի իրականությունը ծանրացավ Անահիտի վրա։ Դավիթը կմեծանար, չճանաչելով հորը։ Նրա առաջին քայլերը, առաջին բառերը, դպրոցի առաջին օրերը, ամեն ինչ տեղի կունենար առանց Տիգրանի։ Մի մասը կարծում էր, որ նա արժանի է դրան, որ դա արդարություն է։ Բայց մյուս մասը, այն մասը, որը դեռ հիշում էր այն մարդուն, որին սիրահարվել էր, խորը տխրություն էր զգում կորցրած ամեն ինչի համար։ Մի բան էլ կա, շարունակեց Լիլիթը, ձայնը դառնալով ավելի մեղմ։ Բացահայտել են, թե ով է Անանուն ուղարկել փաստաթղթերը։ Անահիտը զարմացած նայեց ընկերուհուն։ Օ՜։ Տիգրանի քարտուղարուհին գրասենյակում։ Նրա անունը Անուշ է։ Ըստ երույթին նա ամիսներ շարունակ ամեն ինչ գիտեր, բայց վախենում էր խոսել, որովհետև Տիգրանը սպառնացել էր աշխատանքից հեռացնել, եթե նա ինչ-որ բան պատմի։ Բայց երբ նա իմացավ ապահովագրական պայմանագրերի մասին, լսեց կասկածելի խոսակցություն Տիգրանի նրա պարտատերերից մեկի մեջ, նա վախեցավ, որ քեզ հետ ինչ-որ բան կարող է պատահել։ Այնպես որ հավաքեց բոլոր ապացույցները, որ կարողացավ, ուղարկեց քեզ։ Անահիտը զգաց, որ արցունքները այրում են իր աչքերը։ Մի լիովին անծանոթ կին ռիսկի էր դիմել իր աշխատանքով, հնարավոր է, իր անվտանգությամբ, որպեսզի պաշտպանի իրեն։ Ես պետք է նրան շնորհակալություն հայտնեմ։ Նա ուզում է քեզ հետ ծանոթանալ։ Դավիթը արագ էր մեծանում, վերածվելով ուրախ հետաքրքրասեր երեխայի։
Նա ուներ Անահիտի հեշտ ժպիտը, հեգնանքով, Տիգրանի մուգ խորը աչքերը։ Զարգացման յուրաքանչյուր փուլը նշվում էր որպես հաղթանակ, յուրաքանչյուր ծիծաղ, հիշեցում, որ կյանքը շարունակվում է, որ գեղեցկություն, ուրախություն կա նույնիսկ այդքան ցավից հետո։ Անահիտը աստիճանաբար վերադարձավ աշխատանքի, սկզբում կես դրույքով, հետո լրիվ։ Նրա ճարտարապետական գրասենյակը ըմբռնումով ճկունությամբ մոտեցավ, թույլ տալով նրան անհրաժեշտության դեպքում տնից աշխատել։ Նա բացահայտեց, որ ուներ մի ուժ, որի մասին չգիտեր, մայրությունը, աշխատանքը իր սեփական հուզական վերականգնումը հավասարակշռելու ունակություն, որը զարմացրեց իրեն։ Դավթի ծնունդից 1 տարի անց Անահիտը նստած էր բնակարանի փոքրիկ այգում, դիտում էր, թե ինչպես է իր որդին խաղում գունավոր խորանարդիկներով, երբ Լիլիթը հայտնվեց մի շիշ գինով 2 բաժակով։ Նշում եմ, հայտարարեց նա։ Ամուսնալուծությունը պաշտոնապես վերջնականացվեց։ Դու պաշտոնապես ազատ ես։ Անահիտը վերցրեց բաժակը, որը Լիլիթն իրեն մեկնեց, բարձրացրեց լուռ կենացով։ Ազատ։ Բառն այնքան շատ կշիռ, այնքան շատ իմաստ ուներ։ Նա ազատ էր իրավականորեն, բայց դրանից ավելի կարևոր, նա ազատ էր հուզականորեն։ Նա անցել էր դժոխքի միջով դուրս եկել մյուս կողմից, ոչ միայն գոյատելով, այլ իսկապես ապրելով։ Գիտես ինչ եմ նկատել, ասաց Անահիտը, դիտելով, թե ինչպես է Դավիթը ծիծաղում, քանդելով խորանարդիկների աշտարակը։ Երկար ժամանակ ես իմ կյանքը սահմանում էի այլ մարդկանց նկատմամբ։ Ես Սոնայի դուստրն էի, Տիգրանի կինը, ձեր ընկերուհին։ Բայց հիմա ես Անահիտն եմ։ Եվ ես Դավթի մայրն եմ։ Եվ դա բավական է։ Ես բավական եմ։ Լիլիթը ժպտաց, աչքերը փայլում էին չթափված արցունքներից։ Դու միշտ էլ բավական ես եղել։ Պարզապես պետք է դա գիտակցեիր։ Այդ գիշեր, երբ Լիլիթը գնաց, Դավիթը քնած էր իր օրորոցում, Անահիտը մնաց արթուն, մտածելով այն ամենի մասին, ինչի միջով անցել էր։ Վախը, ցավը, դավաճանությունը, բայց նա այն ուժը, որը բացահայտել էր իր մեջ, իր մոր ընկերուհիների անպայմանական սերը, այն մաքուր ուրախությունը, որը Դավիթը բերել էր իր կյանք։ Նա վերցրեց մի նոր տետր, որը գնել էր, սկսեց գրել։ Ոչ թե նամակ Տիգրանին, այլ նամակ Դավթին, որպեսզի նա կարդա, երբ մեծանա։ Նա գրեց, թե ինչպես է նա բեղմնավորվել սիրով, թե այդ սերը թերի էր դուրս եկել։ Գրեց իր հոր սխալների, բայց նրա լավ կողմերի մասին, որովհետև չէր ուզում, որ Դավիթը մեծանա, ատելով իր գենետիկ ժառանգության կեսը։ Գրեց ուժի, ներողամտության, այն մասին, թե ինչպես են երբեմն մեր սիրելիները մեզ հիասթափեցնում, բայց որ դա չի նշանակում, որ մենք պետք է մեր սրտերը փակենք սիրո առաջ։ Եվ վերջում նա գրեց հույսի մասին։ Այն մասին, թե ինչպես, նույնիսկ ամենամութ գիշերներին, լույսը միշտ ճանապարհ է գտնում, ճեղքելու ստվերները։ Այն մասին, թե ինչպես էր նա գտել այդ լույսը նրա մեջ, իր որդու մեջ, իր պայքարելու առաջ շարժվելու պատճառի մեջ։ 2 տարին անցավ աչքի թարթման պես։ Դավիթն իր առաջին քայլերն արեց հյուրասենյակում, Անահիտի, Սոնայի, Գայանեի, Լիլիթի հետ, որոնք դիտում ծափահարում էին, կարծես նա նվաճել էր աշխարհը։ Եվ ինչ-որ իմաստով, նա նվաճել էր։ Նա նվաճել էր Անահիտի աշխարհը, դառնալով նրա արը, նրա լուսինը, նրա գոյության պատճառը։ Անահիտը նա մասնագիտորեն էր ծաղկում։ Նրա ճարտարապետական գրասենյակը նրան բարձրացրեց նախագծերի ավագ մենեջերի պաշտոնի, ճանաչելով ոչ միայն նրա տաղանդը, այլ նրա դիմացկունությունն ու առաջնորդելու ունակությունը։ Նա իր փորձն օգտագործեց, օգնելու գրասենյակի այլ կանանց, որոնք դժվար իրավիճակների միջով էին անցնում, դառնալով ոչ պաշտոնական մենթոր կարեկից ունկնդիր։ Մի շաբաթ օրվա կեսօրին, երբ Դավիթը 2.5 տարեկան էր, Անահիտն անսպասելի այցելու ունեցավ։ Քննիչ Աննա Պետրոսյանն էր, որին չէր տեսել Դավթի ծնունդից հետո առաջին օրերից։ Հուսով եմ, չեմ խանգարում, ասաց Աննան, երբ Անահիտը բացեց դուռը։ Բնավ։ Ներս եկեք, խնդրեմ։ Նրանք նստեցին հյուրասենյակում, Դավիթը խաղում էր անկյունում իր մեքենաներով, Աննան բացատրեց իր այցի պատճառը։ Հետաքննությունը լիովին ավարտվել է։ Մենք քանդեցինք խարդախությունների ամբողջ ցանցը, որում ներգրավված էր Տիգրանը։ 15-ից ավելի մարդ ձերբակալվեց, այդ թվում նրան սպառնացող պարտատերերից մի քանիսը։ Այն գումարը, որը կարողացանք վերականգնել, վերադարձվում է տուժողներին։ Դա հիանալի է, ասաց Անահիտն անկեղծորեն։ Մի բան կա, որ դուք արժանի եք իմանալու, շարունակեց Աննան, նրա արտահայտությունը դառնալով ավելի լուրջ։
Հետաքննության ընթացքում մենք բացահայտեցինք, որ պարտատերերից մեկը, մի հատկապես վտանգավոր մարդ, իսկապես հրահանգել էր Տիգրանին միջոց գտնել ապահովագրությունները արագ գործի դնելու համար։ Ձայնագրված խոսակցություններ կային, հաղորդագրություններ։ Տիգրանին իսկապես ճնշում էին անելու մի բան, որը կարող էր ձեզ լուրջ վտանգի տակ դնել։ Անահիտը զգաց, որ սարսուռն անցնում է իր մարմնով, նույնիսկ այդքան ժամանակ անց։ Բայց վերջում, ասաց Աննան, ձայնը դառնալով ավելի մեղմ, նա դա չարեց։ Նույնիսկ ծայրահեղ ճնշման տակ, նույնիսկ հուսահատ, նա առաջ չգնաց դրանով։ Չգիտեմ, դա ձեզ համար ինչ-որ բան փոխում է, բայց մտածեցի, որ պետք է իմանաք։ Նա ընտրեց փախչելու փորձը, փոխարենը անելու մի բան, որը կարող էր ձեզ վնասել։ Անահիտը լուր յուրացրեց այս տեղեկատվությունը։ Ինչ-որ բան փոխում էր։ Նա հստակ չգիտեր։ Դա չէր ջնջում ստերը, մանիպուլյացիան, այն վտանգը, որի մեջ նա դրել էր իր ընտանիքը։ Բայց գուցե ցույց էր տալիս, որ ինչ-որ խորը տեղում դեռ մնացել էր այն մարդու մի մասնիկը, որին սիրել էր։ Մարդկայնության մի մասնիկ, որը թույլ չէր տվել նրան հատել այդ վերջնական անդառնալի գիծը։ Շնորհակալ եմ, որ ասացիք, վերջապես ասաց Անահիտը։ Աննայի գնալուց հետո Անահիտը երկար ժամանակ լուռ նստած էր, վերլուծելով։ Դավիթը մոտեցավ նրան, բերելով իր սիրելի մեքենան։ Մաման տխուր է, հարցրեց նա այն ինտուիցիայով, որը փոքր երեխաներն ունեն։ Անահիտը նրան գիրկն առավ ամուր գրկեց։ Ոչ, սիրելիս։ Մաման լավ է։ Մաման իրականում հիանալի է։ Եվ դա ճիշտ էր։ Նա լավ էր։ Լավից էլ լավ։ Նա անցել էր մի փոթորկի միջով, որը կարող էր իրեն կործանել, բայց փոխարենը ավելի ուժեղ էր դուրս եկել։ Նա սովորել էր, որ ուժը չի նշանակում վախ կամ ցավ չզգալ, այլ նշանակում է շարունակել առաջ գնալ, չնայած դրանց։ Նա սովորել էր, որ ընտանիքը ոչ միայն արյուն է, այլ այն մարդիկ, որոնք ընտրում են քո կողքին մնալ ամենամութ պահերին։ Նա սովորել էր, որ իսկական սերը, լինի դա որդու, մոր կամ ընկերուհիների հանդեպ, աշխարհի ամենահզոր ուժն է։ Ամենակարևորը, նա սովորել էր սիրել ինքն իրեն, վստահել իր բնազդներին, իմանալ, որ ինքը ունակ է պաշտպանելու ապահովելու իր որդուն, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար էր թվում։ Այդ ճակատագրական գիշերվանից 3 տարի անց Անահիտը լիովին այլ տեղում էր։ Նա բնակարանը փոխել էր, ոչ թե որովհետև հինը վատ հիշողություններ ուներ, այլ որովհետև պատրաստ էր նոր բանի։ Նոր բնակարանն ավելի փոքր էր, բայց ավելի շատ լույս ուներ, ավելի մեծ պատշգամբ, որտեղ Դավիթը կարող էր խաղալ, ավելի մոտ էր իր մորը, որը վերջնականապես տեղափոխվել էր Երան, Թորանը ավելի մոտ լինելու համար։ Մի արոտ կիրակի օր Անահիտը Դավթի հետ այգում էր, երբ որդին վազելով մոտեցավ նրան, ոգորված։ Մամա, մամա, նայիր թռչունին։ Անահիտը նայեց այնտեղ, ուր նա մատնացույց էր անում, տեսավ մի փոքրիկ կապույտ թռչուն, որը նստած էր մոտակա ճյուղին, ուրախ երգում էր։ Դավիթը հիացած էր, աչքերը փայլում էին այն մաքուր անմեղությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Եվ այդ պահին, դիտելով, թե ինչպես է իր որդին բացահայտում աշխարհի գեղեցկությունը, Անահիտը մի հիմնարար բան գիտակցեց։ Նա այլևս չէր սահմանվում նրանով, ինչ Տիգրանն արել էր։ Նա այլևս այն կինը չէր, որին դավաճանել, խաբել, վտանգի տակ էին դրել։ Նա պարզապես Անահիտն էր, Դավթի մայրը, տաղանդավոր ճարտարապետ, սիրելի դուստր, հավատարիմ ընկերուհի։ Ինքնին ամբողջական մի կին, ուժեղ իր խոցելիություններում, իմաստուն իր փորձառություններում։ Անցյալի սպիները դեռ այնտեղ էին, իհարկե։ Հավանաբար միշտ էլ կլինեին։ Բայց դրանք այլևս նրան չէին սահմանում։ Դրանք պարզապես նրա պատմության մի մասն էին, գլուխներ, որոնք նրան ձավորել էին, բայց որոնք չէին որոշում նրա ապագան։ Նա Դավթին գիրկն առավ, պտտվեց նրա հետ, երկուսն էլ ծիծաղում էին Երանի տակ արի տակ։ Եվ այդ ծիծաղի, այդ մաքուր պարզ ուրախության մեջ Անահիտը գտավ իր վերջնական քավությունը։ Ոչ թե Տիգրանին ներելու մեջ, թե գուցե դա ժամանակի հետ կգար, այլ ինքն իրեն ներելու մեջ, վստահելու, սիրելու, մարդկային թերի լինելու համար։ Կյանքը շարունակվում էր։ Դավիթը կմեծանար, դժվար հարցեր կտար իր հոր մասին, երբ մեծանար, Անահիտը կպատասխաներ ազնվությամբ կարեկցանքով։ Գուցե մի օր Դավիթը կցանկանար ճանաչել Տիգրանին, նա կհարգեր այդ որոշումը։ Բայց առայժմ նրանք երջանիկ էին, ամբողջական իրենց փոքրիկ, ընտրված սիրով կառուցված ընտանիքում։ Մինչ արը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Անահիտը նայեց հորիզոնին ժպտաց։ Նա գոյատել էր։
Դրանից էլ ավելի, նա ծաղկել էր։ Եվ դա ամենամեծ հաղթանակն էր։ Որովհետ, ի վերջո, որքան էլ գիշերը մութ լինի, արը միշտ նորից է ծագում։ Եվ Անահիտը սովորել էր ոչ միայն գոյատել խավարի մեջ, այլ ապրել այն լույսի ներքո, որն անխուսափելիորեն գալու էր հետո։ Նա վերապրող էր մարդիկ, բայց ամենից առաջ նա մայր էր, որը ամեն ինչ կաներ, պաշտպանելու իր որդուն երաշխավորելու, որ նա մեծանա, ճանաչելով միայն սեր, ճշմարտություն, անվտանգություն։ Եվ դա, Անահիտը գիտեր իր սրտում, այն ամենն էր, ինչ իսկապես կարևոր էր։